ձեր կյանքում սպասվում էր շատ սիրուն իրադարձություն ձեր երրորդ երեխայի ծնունդը եւ հայտնաբերվեց ձեզ մոտ քաղցկեղ։ Աստվածային ուժ եկավ, կարելի ասել ինձ վրա։ Ամուսինս տարիներ առաջ նույն խնդրի հետ կապված կորցրել է իր ամենաթանկին, իր մայրիկին։ Ես այդ պահին նայելով իր հայացքին, պարզապես հասկացա, որ ես իրավունք չունեմ ուժեղ չլինելու, որովհետեւ իր մյուս թանկեակն է իր դիմաց կանգնած։ Բռնեցի իր ձեռքերը եւ ասեցի՝ մենք կանցնենք սրա միջով։ Սա պատմություն է ոչ թե քաղցկեղ ունենալու եւ հիվանդություն հայտնաբերելու, այլ կյանքի դժվար ճանապարհը լույսով հաղթահարելու մասին։ Որոնք էին այն բառերը, որոնք գտակ երեխաների հետ խոսելու համար։ 9 տարեկան տղան եւ 6 տարեկան աղջիկը տարբեր կերպ են տանում եւ իրենց հետ զրույցներն էլ են շատ տարբեր։ Գիտեին, որ չենք տեսնվելու, բայց այ որ տեսնվելուց հետո մայրիկը պետք է լինի արդեն կարճ մազերով։ Տուն մտնելուց առաջ մեքենայում մի լավ լացեցի։ Հետո նոր հավաքվեցի շատ արագ ու ասեցի, բայց կարևորը ես իրենց կողքին լինեմ։ Տղաս արտասվեց, բավականին դժվար էր ինձ այդ պահին իր հետ միասին չարտասվելը, բայց ես ուզում էի ցույց տալ, որ դա արտասվելու բան չէ, մազերը երկարող եւ լուծելի հարց են։ Աղջկաս մոտ մենք խոսել էինք կրծքով կերակրելու մասին, թե ինչքան կարևոր է դա։ Ամուսինս ասում է, քո դեմքին միմիկա չփոխվեց, երբ դու իմացար կա քաղցկեղ, բայց երբ ասեցին դու կրծքով չես կերակրելու, կարծես տապալվեցիր։ Եվ իրոք կար նման բան, փուլ առ փուլ եկան այդ խոսակցությունները, որ քանի որ այդ բոբոշիկը հենց այդտեղ ամենք չենք կարող ապերիկին այդ կաթիկից տալ։ Զրույցների այս նոր շարքում ինտեգրել եմ նաև նոր ձևաչափ։ Մեզ միանում է նաև հոգեբան թույլ տա իրեն օգնություն խնդրի։ Երբեմն պիտի գիտակցաբար թողնես քեզ աջակցեն, որ հարազատներդ իրենց անզոր չզգան։ Շատ ժամանակ գուցե ավելի հարազատներին ավելի դժվար է, քան բուժառուին։ Երբ որ դու քեզ նորմալ ես զգում, անպայման ձեր հարազատին ասեք, որ դուք լավ եք։ Երբ որ ես փորիկով քայլում էի այդ դեղորայք ստանալու process-ում, բոլորի հայացքներում փոխվում էր ինչ-որ մի բան։ Փորձում էի ժպտալ, ցույց տալ, որ իսկապես ես նորմալ եմ։ բուժառուին պիտի բժիշկը ներկայացնի խնդիրը, թե հարազատ մարդիկ։ Քանի որ մենք գնացել էինք ավելի դրական պատասխան լսելու, իրականում պատրաստված չէինք։ Ճիշտ է, ինչ-որ մի բան մայրական այստեղ սեղմեց, մտածեցի, տեսնես քանի տարի փոքրիկ բալիկիս կարող եմ ես մեծացնել։ Մյուս բալիկներիս պատկերացրեցի իրենց մոտ ինչ կարևոր փուլեր կլինի, բայց միանգամից եկավ այս միտքը՝ Տեր, եթե դա քո որոշումն է, դա չի քննարկվում։ Հաղորդման գործընկերն է Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս ես։ Իմ հարցազրույցների նոր շարքը ոչ հայտնի մարդկանց հետ է։ Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին եւ կարող են նաեւ օրինակ դառնալ այլ մարդկանց համար։ Իմ այսօրվա հյուրը այս պահին անցնում է իր կյանքի շատ բարդ ճանապարհով, բայց այնքան լուսավոր է, որ ուղղակի կարող է իր հոգու լույսը կիսել բազմահազար մարդկանց հետ։ Եվ ի սկզբանե ուզում եմ ասել, որ սա պատմություն է ոչ թե քաղցկեղ ունենալու եւ հիվանդություն հայտնաբերելու, այլ կյանքի դժվար ճանապարհը լույսով հաղթահարելու մասին։ Իմ այսօրվա հյուրը Շուշանիկն է, որի մոտ ցավոք սրտի ամիսներ առաջ հայտնաբերվեց քաղցկեղ, բայց ինքը կարողանում է կյանքի ցանկացած մարտահրավեր ընդունել եւ զուգահեռ քայլել։ Ողջույն Շուշանիկ։ Ողջույն Ամալիա։ Կյանքը ձեզ ինչ-որ առումով մարտահրավեր նետեց ամիսներ առաջ, երբ բալիկի էիք սպասում, ձեր կյանքում սպասվում էր շատ սիրուն իրադարձություն ձեր երրորդ երեխայի ծնունդը եւ հայտնաբերվեց ձեզ մոտ քաղցկեղ։ Ինչ է նշանակում հղի կնոջ համար բախվել նման խնդրի։ Կարելի ասել վերջին երամսյակում հայտնաբերվեց, էմոցիաները շատ միախառնված էին։ Դու հասկանում ես, որ դու մենակ չես, քո սրտի տակ կա սրտիկ, որի համար պատասխանատու ես։ Եվ այդտեղ ինձ շատ օգնել է իմ վերջին տարիների կենսակերպը, միշտ եմ հավատքով եղել, դեռ դպրոցական տարիներից շատ հավատքով եմ եղել, բայց չեմ կարող չնշել, որ վերջին տարիներին շատ ավելի ամրացել է հավատքը Տիրոջ եւ ինձ դա շատ օգնեց։ Ես հասկացա, որ եթե իմ կյանք եկել է փորձություն, ուրեմն այդպես պիտի լիներ եւ ինձ մոտ ինչումներ չառաջացան։
Եվ դա ինձ շատ օգնեց, որ նաև ես չխանգարեմ բալիկին իմ էմոցիաներով։ Աստվածային ուժ եկավ, կարելի ասել ինձ վրա։ Պատասխանատվությունը կրկնակի էր, եռակի էր, որովհետև քեզ նայում է մի ամբողջ ընտանիք, իմ մյուս երկու բալիկները, ամուսինս, մայրս, քույրս, եղբայրս իրենց ընտանիքներով, մի ամբողջ բանակ հարազատների ու թուլանալ, ընկճվել, դա պարզապես չէր օգնի ոչնչով մեզ։ Որպեսզի մարդկանց համար էլ հասկանալի լինի, թե ինչպես է եղել մեր ծանոթությունը, ես Instagram-ով տեսա ձեր ռիլը, թե ինչպես եք ձեր բալիկներին ներկայացնում այն հանգամանքը, որ մայրիկի երկար եւ իրենց կողմից շատ սիրելի վարսերը պիտի կտրվեն։ Երեխաները տարբեր էմոցիաներ ցույց տվեցին, իրենցից յուրաքանչյուրի իր ընկալումը ուներ, բայց թե այս ռիլի պարագայում, թե ձեր խոսքի մեջ դուք առաջինը շեշտում եք մարդ, որը պիտի պատրաստ լիներ իր միջավայրի մարդկանց նաև աջակցելու եւ ճիշտ մատուցելու խնդիրը, որովհետեւ պատասխանատու էր միջավայրի մարդկանց համար, բայց ինչ որ առումով դուք պատասխանատու եք նաև ինքներդ ձեզ համար եւ ինքներդ ձեր առաջ։ Ինքներդ ձեզ հետ բախումը ինչպես ստացվեց։ Զարմանալի էր, բայց այդ ուժը, որ լուրը անմիջապես իմանալուց հետո, երբ որ եկավ, այդ մի քանի վայրկյանը տևեց, չեմ ասի պատրաստ էի նման լուրի, իհարկե ոչ, մարդը պատրաստ չի լինում, միշտ դրականն է մտածում, նույնիսկ հետազոտությունների գնալու եւ անալիզներ հանձնելու process-ում ընդհանրապես ես մտածում էի դա ապահովության համար է եւ ամեն բան կարգին է լինելու։ Ինձ մոտ մի քանի վայրկյան միախառնված էմոցիաներ էր անմիջապես լուրը իմանալուց հետո, բայց շատ արագ տևեց հավաքվելու process-ը։ Նույնիսկ հիմա որ յետհայացք եմ նայում, մի քիչ զարմանում եմ։ Թերևս չեմ կարող չշեշտել, ինձ նաև շատ օգնել է այդ պահին այն փաստը, որ ամուսինս տարիներ առաջ, 20 տարի առաջ այդ նույն խնդրի հետ կապված կորցրել է իր ամենաթանկին, իր մայրիկին, հայացքի մեջ, որը միշտ կանգուն եւ ուժեղ է եղել, ես շատ խորը միտք տեսա։ Այդ առաջին պահին մենք միասին էինք, հա, միայն ես եւ ինքն էինք եւ կար մի հիասթափություն իրականում, որովհետև ինքը երկրորդ անգամ էր 20 տարի առաջ էր անցել այդ ամենի միջով եւ նորից անցնում էր իր մյուս թանկ էակի հետ, պետք է անցներ։ Ես այդ պահին նայելով իր հայացքին, պարզապես հասկացա, որ ես իրավունք չունեմ ուժեղ չլինելու, որովհետև իր մյուս թանկ էակն է իր դիմաց կանգնած։ Դա հավելյալ ուժ էր այդ պահին։ Շատ պատկերավոր հիշում եմ, որ բռնեցի իր ձեռքերը եւ ասեցի մենք կանցնենք սրա միջով։ Հետո երբ որ անցել էին օրեր եւ մենք զրուցում էինք, ինքը ասեց ես քեզ այդքան տարիներ ճանաչելով, ես հասկացա, որ ես չճանաչեցի այդ պահին քեզ, դու ինչքան ուժեղ էիր։ Ես չեմ կարող բացատրել իսկապես այդ ուժը որտեղից եկավ։ Եվ այդ պատասխանատվությունը, որ մի քանի վայրկյանում միախառնված էմոցիաներ, նայում էի փորիկիս, մյուս բալիկներիս մասին էի մտածում, ծնողիս, ընտանիքիս, ու այդ պահին ես միանգամից պատկերացնում էի իրենց ապրումները, քանի որ դեռ շատ ինֆորմացված էլ չէի առաջին պահին, չգիտեի ինչ է նշանակում դա, այսինքն ես ունեմ մի քանի տարի, ունեմ մի քանի ամիս, թե սա այն խնդիրն է, որը վերջնարդյունքում կարող է լուծում ունենալ։ Բայց շնորհակալ եմ Տիրոջը, որ ես չունեցա այդ կռիվի իմ մեջ։ Ճիշտ է, ինչ որ մի բան մայրական այստեղ սեղմեց, առաջին միտքը մտածեցի, տեսնես քանի տարի փոքրիկ բալիկիս կարող եմ ես մեծացնել։ Հաջորդը մյուս բալիկներիս պատկերացրեցի իրենց մոտ ինչ կարևոր փուլեր կլինի։ Տղայիս մոտ հասունացման տարիք, մենք մտածում ենք իր կրթությունը, այսպես, այնպես միախառնված հույզեր եկան։ Աղջկաս մասին միանգամից մտածեցի մայրական այդ քնքշանքը, ինչքան էլ ինքը շրջապատված լինի շատ ջերմությամբ, իհարկե դժվար էր, այստեղ իրոք սեղմող մի բան կար, բայց միանգամից եկավ այս միտքը, Տեր, եթե դա քո որոշումն է,
դա չի քննարկվում։ Ուրեմն ես եւ ընտանիքս պիտի անցնենք սրա միջով եւ իրականում ինչքան էլ հիմա բոլորս գիտենք, որ այո, բժշկությունը շատ է զարգացել, խնդիրները լուծվում են նմանատիպ, ցավոտ միտքը հնչեցնեմ հարազատներիս համար, բայց կամքը Տիրոջն է ու ոչ մեկ մինչև վերջ չի կարող երբեք հստակ ինչ-որ բան ասել, չնայած որ ես միշտ դրականն եմ մտածում։ Ես իմ պատկերացումներով այդ հաղթանակն եմ նշում, իմ շնորհակալություններն եմ հայտնում բոլոր բժիշկներին, անձնակազմին, որոնք շատ սրտացավ ու հոգատար են։ Ու դա անկեղծ է, որովհետև եթե դա անկեղծ չլինի, դու դա կզգաս։ Դա մեկ օր չէ, մեկ ժամ չէ, դա անընդհատ է։ Ինձ շատ խաղաղեցրեց այն միտքը, որ ես կռիվ չունեցա Տիրոջ հետ, որովհետև մի այլ բան է, երբ որ դու բնականon կյանք ես ապրում, քո հավատը ուժեղ է, բայց ես ինքս ինձ պարբերաբար հարց էի տալիս, ասում էի, դե հա, փոքրիկ կենցաղային ինչ-որ պլանների խախտումներ, չիրագործված նպատակներ, դրանց հետ գուցե մարդ հեշտ է համակերպվում, բայց ինքս ինձ երբեմն հարց էի տալիս, այ տեսնես, եթե կյանքում ինչ-որ մի այսպես գլոբալ հարց լինի, ես էլի խաղաղ կլինեմ այդպես։ Բայց պատասխանը այդ բանին եկա, որ այո։ Որպես կանոն նման խնդիրները առաջինը հայտնում են հարազատներին եւ հետո արդեն հարազատներն են խոսում բուժառոյի հետ։ Որն էր պատճառը, որ ձեզ մոտ հակառակ ուղղությունից սկսվեց, հա, այսինքն դուք գնացել եք ուղիղ հետազոտությունների, թե այդպես ավելի ճիշտ է, երբ բուժառուն անմիջապես բժշկից է ստանում լուրը, որովհետեւ սրա հետ կապված էլ հա շատ հարցեր կան։ Ի վերջո բուժառուին պիտի բժիշկը ներկայացնի խնդիրը, թե հարազատ մարդիկ։ Գուցե նրանից էր, որ արդեն մասնագետը շփվելով հասկացել էր, որ կարող է հանգիստ այդ ինֆորմացիայով կիսվել, ես մենակ չէի, ամուսնուս հետ էի, բայց քանի որ մենք գնացել էինք ավելի դրական պատասխան լսելու, իրականում պատրաստված չէինք, գուցե եթե լիներ զանգը, եթե լիներ այլ իրավիճակ, գուցե հետազոտության ժամանակ արդեն մասնագետը ֆիքսել էր, հա, որ ես շատ հանգիստ նորմալ վերաբերվեցի այդ միջամտությանը, որ այդ պահին կատարվեց եւ մի քանի օր հետո պետք է պատասխանը լիներ։ Չեմ կարող ասել, գուցե այդ բոլոր հանգամանքները մեկտեղվեցին եւ որոշեցին, որ հանգիստ կարելի է ասել ինձ եւ ամուսնուս, այսինքն չնախապատրաստել։ Չնայած նրան ես հիշում եմ այդ դրվագը շատ պատկերավոր, որ բժիշկը դուռը բացեց, որ այդ լուրը հայտնի, ինքը դեռ լուրը չհայտնած, ես իր հայացքից հասկացա, որ այն չի պատասխանները, ինչ որ մենք սպասում էինք, ես մի քանի վայրկյան ունեցա ինձ նախապատրաստելու, մինչև ականջներով կլսեմ դրա մասին։ Նման պարագաներում այսպես միանգամից լուրը հայտնելը ճիշտ է, ըստ ձեզ, թե ամեն դեպքում հարազատների միջոցով բուժառոյի հետ խոսելը գուցե ավելի արդյունավետ կամ բուժառոյի համար ճիշտ լինի։ Կարծում եմ դա տեսակից է մարդու կախված։ Ես ինքս այդ օրերի ընթացքում մի հատվածի ականատես եղա, որ մի երիտասարդ տղա մոտեցավ բժշկին ու ասեց հիմա մայրս գալիս է, խնդրում եմ դուք իրեն ամեն բան չասեք ոնց որ կա, ավելի թեթև ներկայացրեք։ Իրենք կարծես թե ընթացքի մեջ էին բուժման, ոչ թե նոր պետք է լուր հայտնեին, իսկ ինձ մոտ դա ավելի հակառակ գուցե լիներ։ Ես իմ բնույթով այնպիսին եմ, որ սիրում եմ հստակ իմանալ։ Գուցե հարազատներս հավաքվեին ինձ այդ լուրը հայտնելու, ես ավելի դա այլ կերպ տանեի։ Երևի իմ պարագայում այդպես պիտի լիներ, բայց չեմ կարծում, որ մասնագետը ինքը ժամանակ ունեցել է այդ մասին մտածելու, որովհետև մենք խնդրել էինք շուտ պատասխաններ իմանալ, քանի որ ունեինք թռիչք ընտանեկան, Միացյալ Նահանգներ եւ նույնիսկ պատասխանները ավելի ուշ պետք է լիներ, բայց մեր խնդրանքով նաեւ ինչու՞ չէ հղիության ֆակտորը, սպասումների ֆակտորը գումարվելով իրենք հայտնեցին ավելի շուտ։ Զրույցների այս նոր շարքում ինտեգրել եմ նաև նոր ձևաչափ՝ զրույց երեքով
մեզ միանում է նաև հոգեբան Աննա Բաղդասարյանը, կլինիկական հոգեբան, որը աշխատում է հենց քաղցկեղ ունեցող մարդկանց հետ եւ մեզ կօգնի արդեն մասնագիտական տեսանկյունից կողմնորոշվել, թե ինչպես կարելի է հաղթահարել նման բարդ շրջանները։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Մինչև ձեզ հետ զրույցը սկսելը զրուցում էինք Շուշանիկի հետ եւ խոսում էինք այն մասին, թե ինքը ինչպես իմացավ քաղցկեղի մասին եւ Շուշանիկի պարագայում բժշկից անմիջապես իմացավ, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Առհասարակ նման պարագաներում բժիշկները հասցնում են, ժամանակ ունենում են մտածելու այն հարցի շուրջ, թե իրենք անմիջապես բուժառուին տեղեկացնեն, թե հարազատին տեղեկացնեն եւ հարազատի միջոցով նախապատրաստեն բուժառուին եւ արդյոք մենք այստեղ ունենք ճշմարտություն, ինչպես երկխոսել բուժառուի հետ գոնե առաջին փուլում։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար, ինձ համար շատ կարևոր էր այսօրվա հանդիպումը։ Ինձ համար Մանավանդ, երբ որ խոսքը գնում է նման նուրբ, ինչու՞ չէ նաև մի փոքր էլ խոցելի թեմա է սա, բայց ամեն դեպքում շատ կարևոր է, թե նախ ամենասկզբից մարդը ինչպես է իմանում այս կարևոր ինֆորմացիայի մասին։ Եթե մի քիչ ավելի շուտ ժամանակներից գանք, դեռևս սովետական ժամանակներում մարդը չպետք է իմանար իր ախտորոշման մասին, դա անգամ դասագրքերում էր գրված, բայց գնալով, զարգանալով մեր բժշկությունը, ինչպես նաև օգտվելով միջազգային ուղեցույցներից եւ մոտեցումներից, արդեն պարզ դարձավ, որ կարևոր է, որպեսզի մարդը իմանա իր ախտորոշման մասին, հնարավորինս գոնե ինֆորմացված լինի, բայց մեր հայ իրականության մեջ միևնույն է մենք ցավոք ունենք նման դեպքեր, երբ որ միշտ չէ, որ սկզբնական этаպում կարող է բոլորը տեղյակ լինեն իրենց ախտորոշման մասին։ Շուշանիկը այն մարդն է, որը երևի թե լավագույնս ինքն իրեն կարողանում է օգնել, որովհետև շատ դրական է եւ յուրաքանչյուր հարցի շատ այսպես մարտական է, տրամադրված, որ ինքը կլուծի իր խնդիրները, բայց առհասարակ ինչպես ենք աշխատում այս խնդիրների դեպքում ու մարտականությունը իրականում մեծ մասամբ հենց խնդրի հետ ծնվում է մարդկանց մեջ, թե սա արդեն տեսակի հարց է։ Կարևոր է հաշվի առնել ամեն մի մարդու ոնց որ առանձնահատկությունը ու յուրահատկությունը, որտեվ լինում է դեպքեր, երբ որ ասում են պետք է նախապատրաստել եւ այլն, կամ տան անդամներն են դեմ լինում, բայց կան դեպքեր, որ մարդը ինքն է ասում, որ ես ուզում եմ ամենը իմանամ։ Այս պարագայում երկու անձի մասին է խոսքը գնում արդեն, երկու կարևոր մարդու, մայր եւ բալիկ։ Եվ կարծում եմ ի սկզբանե զգուշորեն, շատ նրբորեն պետք է ոնց որ մարդը իմանա։ Խնդրի մասին իմանալուց հետո դուք բնականաբար գնում եք եւ սկսում եք նաեւ ձեր փոքրիկ ուսումնասիրությունը, ինչ այն իրենից ներկայացնում, ինչպիսի դեպքեր կան եւ մի փոքր արդեն ճանաչելով ձեր տեսակը ես հասկանում եմ, որ դուք վստահաբար ինքներդ ուսումնասիրել եք խնդիրը ինչպիսին է եւ ինչ հետևանքներ է ունենում։ Այս ուսումնասիրությունը եւ խնդրին մանրակրկիտ տիրապետելը ձեզ ավելի շատ օգնում է, թե լինում էին պահեր, երբ կարող էր խանգարել։ Որոշակի ուսումնասիրություններից հետո ես դադարեցրեցի եւ այդ դժվար գործը ավելի շատ կարելի ասել թողեցի ամուսնուս վրա, հասկացա, որ դա իրականում ինձ գուցե խանգարի, այսինքն շատ մանրամասների մեջ, թե դեղորայքի հետ կապված, թե իր ազդեցության հետ կապված, թե բուժման հետ կապված, թե նաեւ տեսակի ու զարգացումների։ Այսինքն ես հասկացա, որ ես ուզում եմ մնամ իմ հավատի շրջանակներում, բայց անպայման ինֆորմացված լինեմ, այսինքն լրիվ իրականությունից կտրվելն էլ չի օգնի այդ պարագայում։ Այդ մասով շատ բախտավոր եմ, որովհետև ամուսինս շատ ճիշտ չափաբաժինը գիտի ինձ ինչքան ինֆորմացիա տա։ Ինֆորմացիան փորփրելը եւ գտնելը օգնում է մարդուն, թե խանգարում, որովհետեւ եթե տարիներ առաջ ինֆորմացիա պեղելը այդքան հեշտ չէր, հիմա մենք կարող ենք ուղղակի գուգլել եւ ստանալ ցանկացած ինֆորմացիա, որը մեզ վրա կարող է եւ դրական եւ բացասական կերպով ազդել։ Պատասխանը երկակի է, որտեվ երբ որ մարդը չգիտի որևէ ինֆորմացիա, չունի, ոնց որ բաց է, դա իր մոտ անորոշության ու տագնապի զգացում առաջացնում ու ինքը ասես
միայնակ առերեսվում իր մտահոգությունների ու անհանգստությունների հետ։ Ինչ որ չափով ինֆորմացիա իհարկե ինքը պետք է իմանա, բայց շատ կարևոր է, որ դա լինի էլի չափավոր։ Շատ հաճախ մարդը, երբ որ շատ է խորասուզվում, կարող է նաև լինել դեպքեր, երբ որ դրանից էլ կարող է ավելի շատ անհանգստանա։ Դրա համար մարդ գտնի այն մեջտեղը, որ ես այսքան գիտեմ, այս этаպում, այսքանը բավարար է։ Շուշանիկը կարծես գտել է իր համար ամենաճիշտ Իրանը հենց կարծում եմ հենց ճիշտ այն տարբերակն է եւ ամենակարևորը ինքը ունի իր կողքին այն վստահելի անձը, որը որ հաստատ իրան կօգնի այդ կարևոր պահին։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնն նորեցօր ընդլայնում է գործունեության ոլորտը։ Այստեղ արդեն հնարավոր է իրականացնել մազերի փոխպատվաստում։ Մանրամասները մեզ կպատմի էսթետիկ կենտրոնի հիմնադիր բժշկուհի Ելենա Ադամյանը։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ելենա, մազերի փոխպատվաստումը համարվում է վիրահատական միջամտություն, եթե չեմ սխալվում, եւ էսթետիկ կենտրոնները որպես այդպիսին հնարավորություն եւ թույլտվություն ունեն այս պրոցեդուրան իրականացնելու։ Ինչպես եք դուք դա անում։ Այո, իրավացի եք Ամալիա։ Այդպիսի միջամտությունները հիմնականում արվում են, երբ որ շենքը ունենում է վիրահատությանը համապատասխան սենյակներ։ Կլինիկան հատուկ դրա համար ստացել է լիցենզիա եւ ունի հնարավորություն կատարելու նման պրոցեդուրա։ Մեր բժիշկը դիմացնոտային վիրաբույժ է, վերապատրաստվել է առաջատար մասնագետների մոտ եւ ինչպես գիտեք, արտերկրից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից շատերը հենց հայերը մեկնում են հարևան երկիր, որպեսզի կատարեն այս միջամտությունը։ Ես ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ մենք ունենք հրաշալի մասնագետ, որ նմանատիպ բարձրակարգ սպասարկում իրականացնում է նաեւ մեր կլինիկայում։ Բոլոր փուլերի իրականացումը ապահովում եք ձեզ մոտ։ Այո, միանշանակ լինում են դեպքեր, երբ երկփուլանի է տեղի ունենում պրոցեդուրան, կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը զննում է եւ արդեն այդ ժամանակ քննարկում են միասին, որովհետեւ գիտեք այն հատվածներից, որտեղ որ գրաֆտները հեռացվում են, որպեսզի տեղադրվեն, այդտեղ պետք է լավացում տեղի ունենա, որպեսզի կարողանան երկփուլով, այսինքն դա կախված է ճաղատության, աստիճանից, որքան շատ է բացվածքը։ Իսկ հետակա բուժումը ուզում եմ տեղեկացնել, որ նույնպես մեր կլինիկայում իրականացնում ենք, իսկ ինչ է իրանց ներկայացնում հետակա բուժումը, սովորաբար այն գրաֆտները, որոնք տեղադրվում են, 1 ամիս հետո պետք է կատարեն որոշակի վիտամինային թերապիաներ, որպեսզի ինքը ավելի լավ ամրանա, մաշկի մեջ եւ կարողանա հանկարծակի շատ մազաթափություն տեղի չունենալ։ Դա իրականացնում ենք ելի մենք, մեր բժիշկները իրականացնում ենք թե մեզոթերապիա, թե պլազմաթերապիա։ Թվում է, թե մազերի փոխպատվաստումը հիմնականում տղամարդկանց է պետք լինում։ Իրականում սա հատուկ տղամարդկանց համար նախատեսված պրոցեդուրա է, թե կանայք եւս օգտվում են։ Չէ, կանայք նույնպես կարող են օգտվել։ Ուղղակի մեզանում շատ տարածված են, որ տղամարդիկ են ավելի ճաղատ իրենց մոտ ավելի շատ է երևում, իրենք են դիմում, բայց ոչ, կան խնդիրներ, որ կանայք եւս ունենում են եւ կարող է ամբողջությամբ չլինել տեղային, եթե կա ալոպեցիա ասվածը կամ տեղային մազաթափություն, կարելի է շատ հանգիստ լուծել նաեւ այս ճանապարհով։ Սա բավականին տրավմատիկ պրոցեդուրա է թվում, այդպես է։ Դե ամեն դեպքում սա վիրահատություն է, բայց այնպես չէ, պացիենտը այդ օր ամբողջ օրը իհարկե լինում է մեր կլինիկայում, մեր հսկողությամբ է լինում, այնտեղ իրեն տրվում են բնականաբար ընդմիջումներ, որպեսզի հանգստանա, բայց իր ոտքով գնում է տուն եւ ուղղակի իրեն տրվում են որոշակի ցուցումներ, որ տանը պետք է կատարի։ Իսկ ինչպես է անցնում 1 օրը իմպլանտումում։ Նախորդ դա իր հետ քննարկվում է, ընդմիջման ժամեր է ունենում, որտեղ նաեւ հաշվի են առնում, թե ինչ նախասիրություններ ունի թեկուս ուտելիքի հետ կապված, մենք արդեն նախորդ իր համար պատվիրում ենք եւ այդ ընդմիջման ժամերին հանգստանում է, սնվում է, այնուհետեւ նորից շարունակում է պրոցեդուրան։ Կան բուժառուներ, որ ուզում են 1 օրով վերջանա այդ ամբողջը եւ իրենք դիմանում են, բայց լինում են իհարկե բուժառուներ, որ այդքան երկար չեն կարողանում պառկել եւ դա իրականացվում է 2 օրով։ Ըստ էության բժիշկը իմպլանտում հրավիրված մասնագետ է։ Ինչ սկզբունքով եք ընտրել մասնագետին, որը կիրականացնի մազերի փոխպատվաստումը ձեզ մոտ։ Այո, նա մեր թիմին միացել է ավելի ուշ, բավական երկար ուսումնասիրել ենք ոլորտը եւ մեր սկզբունքին անդավաճան ենք, այսինքն մեզ համար կարեւոր է մասնագետի լավ լինելը, կրթված լինելը եւ փորձառու լինելը եւ մեր բժիշկը ուզում եմ հավաստիացնեմ, որ բավականին մանրակրկիտ եւ բծախնդիր վիրաբույժ է, ինչն էլ շատ կարեւոր է իր աշխատանքում։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։
Երեխաներին ինչպես մատուցեցիք խնդիրը, թե չեք մատուցել, որովհետև այստեղ եւս շատ նուրբ կետ կա։ Արտաքին փոփոխություններ, որոնք երեխաները պիտի նկատեին եւ դուք պատրաստվում եք, թե ինչպես պիտի խոսեք երեխաների հետ, բայց հիմքը ինչու է լինելու այդ արտաքին փոփոխությունները։ Երեխաները գիտեն, թե սա դեռ այն շրջանն է, երբ երեխաներին պետք է պաշտպանել այդ ինֆորմացիայից։ Երեխաներին փուլարփուլ ենք պատրաստել, մենք բոլորս ընտանիքով։ Ամենաառաջին այսպես հարվածը իրենց համար մեր չմեկնելու լուրն էր, իրենք շատ էին սպասել, շատ էին պատրաստվել, իրենց շամպրուկները հավաքած էր։ Այդ օրը ես հիշում եմ, որ մենք 4-ով ընտանիքով լացեցինք նույնիսկ, պիսի դրվագ ունեցանք։ Իրենց ասեցինք, որ մայրիկի եւ բալիկի համար վտանգավոր է թռիչքը եւ բժիշկները ճիշտ են գտնում, որ մնանք այստեղ։ Իրենք շատ հասուն կերպով տարան միտքը, բայց իհարկե տարիքում ընկալել իրենց սպասված երազած պատկերացումները, վայրերը, որ պիտի իրենք լինեն, շատ դժվար է եւ իհարկե էմոցիոնալ պահ է շատ։ Երևի թե այդ պատմության մեջ ամենաառաջի էմոցիոնալ հարվածը ինձ համար այդ պահին իրենց այդ լուրը հայտնելն էր, որ չենք մեկնում։ Հետո օրեր անց եկավ արդեն խոսելու պահը, որ ինձ մոտ կա մի բոբոշիկ, որը որ լավը չի ու մենք բոլորով պիտի ուժեղ լինենք եւ բժիշկներին օգնենք մեր ուժով, որպեսզի ինքը գնա իմ մոտից, որովհետեւ ինքը պետք չի ինձ։ Իրենք բնականաբար շատ հարցեր տվեցին։ Բնականաբար 9 տարեկան տղան եւ 6 տարեկան աղջիկը տարբեր կերպ են տանում եւ իրենց այդ զրույցներն էլ են շատ տարբեր։ Աղջկաս մոտ այլ հատվածել կար դժվար, որ մենք խոսել էինք կրծքով կերակրելու մասին, թե ինչքան կարեւոր է դա կնոջ համար։ Ես իրեն փորձել էի մանկուց պատրաստել այդ ամենին եւ ինքը նույնիսկ գիտեր, որ ինքը կարող է այդ ընթացքում սենյակում գտնվել, բայց այ մեծ ապերը պետք է չգա, մեզ չխանգարի եւ այլն։ Եվ փուլ առ փուլ եկան այդ խոսակցությունները, որ քանի որ այդ բոբոշիկը հենց այդտեղ է, մենք չենք կարող ապերիկին այդ կաթիկից տալ, քանի որ իրենք երկուսն էլ էմոցիոնալ են բավականին, չնայած բնավորությամբ տարբեր են, բայց էմոցիոնալ ֆոնը երկուսի մոտ էլ նույն կերպ է։ Եվ երկրորդ դրվագը շատ ազդեցիկ ու ինձ համար բավականին բարդ, որ պետք է իրենց ներկայացնեի, դա մազերի կարճ կտրելու հատվածներ, տեսանյութը դուք արդեն նշեցիք, այդ տեսանյութը նկարահանել էի գործընկերուհուս համար, որը որ աղջկա շատ սիրելով ասում էր, ես ուզում եմ անպայման աջակից լինեմ, գուցե կամ միասին ասենք, բայց ասեցի չէ, ես կխոսեմ, իր համար էի նկարել, բայց հետո մի միտք եկավ, որ ուզեցա կիսվեմ։ Մազերը կտրելու նախորդող օրը մեկ օր պետք է բալիկներին չտեսնեի, որովհետև անցնում էի հետազոտություն, որը իրենից ենթադրում էր նորածին երեխայի հետ չշփվել, մյուս երեխաների հետ էլ չէր խրախուսվում, եւ մեկ օրվա մեջ շատ խտացված էմոցիաներ ունեցա եւ բալիկներից հեռու էի եւ հենց այդ օրվա մեջ կարելի ասել ես էլ ինֆորմացվեցի, որ հնարավորինս պետք է կարճ կտրել, չէի հասցրել այդ մասին խոսել իրենց հետ, գիտեին, որ չենք տեսնվելու, բայց այ որ տեսնվելուց հետո մայրիկը պետք է լինի արդեն կարճ մազերով, ինձ էլ է ժամանակ պետք, իրականում դժվար էր, միախառնված մտքեր էին գալիս, ինչպես իրենց հետ խոսեմ, ինչպես ներկայացնեմ, որովհետև իրենք շատ սիրում էին այդ վարսերը, նույնիսկ մի փոքրիկ փոփոխությունը անդադար հարցեր էին տալիս, ինչի բա այսպես արեցիր, այսպես ավելի լավ է, այնպես ավելի վատ էր եւ այլն։ Տուն մտնելուց առաջ մեքենայում մի լավ լացեցի։ Հետո նոր հավաքվեցի շատ արագ ու ասեցի, բայց կարևորը ես իրենց կողքին լինեմ, ժամանակավոր բաներ են, պետք է անցնել, այսինքն իմ էմոցիաները մի հատ թողեցի, որ
անցնեն, որ ես կարողանամ իրենց հետ շատ ավելի հավաք խոսեմ։ Տեսանյութը նկարել էի մի քանի հարազատների համար եւ գործընկերուհուց, որոնք շատ էին մտածում, ճանաչելով երեխաներին, ինձ, որ ապրում եմ իրենց հոգեվիճակով, բայց հետո մի միտք եկավ, որ ուզում եմ կիսվել դրանով։ Նույնիսկ այդտեղ հետո ծանոթ մարդիկ հարազատներ ասում էին, բայց ձայնը լավ չէր լսվում, այսպես կարելի էր, այսպես ասում եմ, դա իրականում այնքան սպոնտան ստացված նկարվող բան էր, որ ես ընդհանրապես այդ պահին այդ էմոցիաների մեջ չէի կարող դրա մասին մտածել։ Իրականում այդ պահին շատ ավելի հանգիստ զրուցեցի, որովհետև արդեն ես ինձ նախապատրաստել էի, բայց չեմ կարող ասել, որ հստակ ինչ պլանավորել էի բառերով իրենց ասեմ, ասեցի այդպես։ Մտածել էի ինչպես խոսեմ իրենց հետ, ինչ բառերով, նույնիսկ հիշում եմ, որ մտքումս մի քանի նախադասություն էի պահել, որ կասեմ, այդ մասին նաև բուժ հաստատությունում բոլորին այցելում է հոգեբան, հենց այդ օրը ես նաև իր հետ խոսեցի, որովհետև ստանում էի քիմիան, ասացի, որ ունեմ նման մտահոգություն եւ ցանկանում եմ երեխաների հետ այսպես խոսել, ինքը շատ հավանություն տվեց այդ մտքին, թե ինչպես խոսեմ, իր կողմից էլ ավելացումներ կատարեց, բայց պիտի ասեմ, իրականում այդ պահի մեջ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Իսկ ինչպես եղավ հենց այդ պահի մեջ ձեր աղջկա եւ ձեր տղայի հետ դուք որոշեցիք առանձին խոսել։ Ինչպիսին էին այդ զրույցները եւ երեխաներից ով ինչպես արձագանքեց։ Աղջիկս իրեն համապատասխան ձևով փորձեց շատ էմոցիա ցույց չտալ։ Ես գիտեմ, որ ինքը կարողանում է դա թաքցնել։ Ինքը նույնիսկ տեսանյութում էլ կա, փորձում է ժպտալ, բայց իր մոտ հետո հարցերը ավելի շատ են լինում։ Տղաս արտասվեց, բավականին դժվար էր ինձ այդ պահին իր հետ միասին չարտասվելը, բայց ես ուզում էի ցույց տալ, որ դա արտասվելու բան չէ, մազերը երկարող եւ լուծելի հարց են։ Այսինքն այդ պահին ես ուզում էի, որ ինքը որպես տղա տարանջատի, որ դա այդքան էլ լացելու չի։ Մենք ունեցել ենք լացելու պահեր եւ իրոք դրանք պետք են, այսինքն տղան էլ կարող է արտասվել, եթե ունի էմոցիաներ։ Դժվար էր, հեշտ պահ չէր իրականում։ Իսկ որոնք էին այն բառերը, որոնք գտակ երեխաների հետ խոսելու համար։ Ես հիշում եմ, որ մի միտք հենց այդ պահին եկավ, որ դա շատ կօգնի իրենց, եթե ասեմ, որ կտրած մազերը կօգնեն բոբոշիկին արագ վերացնել եւ աղջկաս պարագայում հենց այդպես հարցին մոտեցա, որ գիտես այս կտրված մազերի միջոցով դեղը շատ ավելի արագ է ազդելու եւ բոբոշիկից մենք շատ շուտ ենք իրեն հրաժեշտ տալու, կարծես թե ինչ որ նման կերպ ասեցի, իսկ տղայիս դեպքում մի քիչ ավելի իրեն տարիքի համապատասխան փորձեցի ասեմ, որ այո, այս պահին պետք էր մազերը կարճացնել, սա պետք է բժշկական առումով, բայց սա ժամանակավոր է։ Աղջկաս դեպքում փորձեցի ոգևորեմ, որ հետո ավելի գեղեցիկ մազեր են գալու։ Տղայիս չասեցի դա, չնայած ինքը հետո մյուս օրերին դա լսելով ասաց ինձ, ես չեմ ուզում, որ ավելի լավը գա, ես ուզում եմ նույն քոնը լինի։ Այսինքն ամեն մեկը իր տարիքին համապատասխան արձագանք տվեց իրականում, ու ինձ համար սպասելի, շատերը ավելի անհանգիստ էին աղջկաս ռեակցիայից, բայց ես գիտեի, որ տղաս այդ պահին ավելի էմոցիոնալ կտանի, աղջիկս գուցե ավելի երկար դրա հետ չհամակերպվի, բայց ավելի էմոցիոնալ տղաս կտանի ու այդպես էլ եղավ։ Ձեզ համար էլ մի կարևոր կետ կար, կրծքով կերակրմանը դուք այնքան կարևոր եւ նուրբ եք վերաբերվում, որ նույնիսկ ձեր 6 տարեկան աղջկան մատուցում եք դրա կարևորությունը, բայց երբեմն կյանքը պատրաստում է անակնկալներ, որոնք ուղղակի դուրս էին մեր
բոլոր հնարավոր ծրագրերից եւ դուք կանգնեցիք փաստի առաջ, որ ուղղակի չեք կարող կրծքով կերակրել երեխային։ Հղիության վերջին փուլում գալ այդ մտքին ու արդեն երեխայի ծննդից հետո ձեր ինչ որ առումով երազանքի այդ մասից հրաժարվելը ձեզ ինչպես տրվեց։ Դժվար տրվեց։ Նույնիսկ պետք է նշեմ, որ ամուսինս ասում է, երբ քեզ լուրը ասեցին, քո դեմքին միմիկա չփոխվեց, երբ դու իմացար կա քաղցկեղ, բայց երբ ասեցին դու կրծքով չես կերակրելու, դու կարծես տապալվեցիր։ Եվ իրոք կար նման բան, այս ընթացքում երկրորդ դրվագներ, որ էլի սեղմվեց այստեղ մի բան, դա երևի բնությունից մայրական ուժեղ էմոցիա է եւ նաեւ նրա հետ էլ էր կապված, որ մյուս երկու բալիկների սպարակայում բավականին երկար պայքարել էի, որ կրծքով կերակրեմ ու ստացվել էր։ Ու շատ էի կարևորում։ Շատ միջոցառումների եմ մասնակցել, որոնք շատ մեծ ինֆորմացիա են տվել կարևորության մասին ու այդ պահին ոչ միայն էմոցիա էր, նաեւ այն, որ դու քո մյուս բալիկի համար կարող էիր առավելը անես, բայց այս բարակայում տարբերակ չունես։ Հետո նորից հավաքվեցի շատ արագ, ըստ կարևորը իր կողքին։ Նման իրավիճակներում շատ կարևոր է նաև միջավայրի մարդկանց ազդեցությունը ձեզ վրա։ Ձեր առաջին ռեակցիան այն էր, թե ինչ կզգան ձեր հարազատ մարդիկ, որովհետև դուք ունեք իսկապես ծրտացավ մարդիկ։ Եվ մեր նախնական զրույցի ընթացքում էլ ես հասկացա, որ դուք շատ հարուստ մարդ եք, որովհետև շատ սրտացավ ու իսկապես հարազատ, ոչ միայն արյունով, այլ հոգով հարազատ մարդկանցով եք շրջապատված։ Իրենց աջակցությունը որքանով ձեզ օգնեց։ Այդ ուժը հենց բաղկացած է այդ բոլոր մարդկանցից։ Այսինքն այդ ուժը, որ ինձ վրա եկավ, միանշանակ իրենց բոլորի ներդրումներ։ Փոքր տարիքից շատ սիրված եմ եղել, երկու կողմից եւ հայրական եւ մայրական ամենափոքր թոռն եմ։ Նույնիսկ հումորներ են անում, ասում են քեզ այսքան սիրելով դու երես չարար։ Ու այդ սերը հենց այդ ուժի հիմքն է։ Շատ հարուստ եմ։ Իսկապես ու ճիշտ նշեցիք, ոչ միայն արյունակից, ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, նույնիսկ անծանոթներ այս վերջում, երբ որ դարձան էլի ծանոթներ նույն ձեր ասած հարթակի միջոցով, բոլորից իսկապես շատ մեծ ուժ էր գալիս, շատ սեր։ Ինչպիսին էր ամենահարազատ մարդկանց առաջին արձագանքը։ Ինձ համար շատ դժվար տանելի էր քրոջս եւ եղբորս արձագանքներ։ Ես այդտեղ նորից ավելի ուժեղացա, որ իրենց չտեսնեմ այդպես կոտրված։ Մենք կորուստներ ունեցել ենք, հայրիկի կորուստ, քուրիկի ամուսնու, որ ինձ ավագ եղբայր է եղել, մայրս ավելի փորձեց իրեն հավաք պահի, բայց ես հիշում եմ դրվագներ, որ քույրս չէր կարողանում ուղիղ աչքերից նայել։ Եղբորս վերջին անգամ արցունքներով տեսել էի հայրիկիս ժամանակ։ Այդ ամենը շատ կոտրող էր, բայց Փառք Տիրոջ չկոտրվեցի, ու մենք կարողացանք ընդամենը մի քանի օրվա մեջ շատ արագ հավաքվել։ Մենք որպես կանոն խոսում ենք հենց բուժառուին ցուցաբերվող հոգեբանական աջակցության մասին, բայց հավանաբար հենց բուժառուի հարազատները եւս կարիք են ունենում հոգեբանական աջակցության։ Այս process-ները կազմակերպելու համար ինչ մեխանիզմներ ունենք, ու արդյոք մենք ինչ որ առումով այս process-ները նաև պետական աջակցությամբ կարողանում ենք կազմակերպել, թե արդեն դա յուրաքանչյուր ընտանիքի ֆինանսի եւ գիտակցության հնարավորության խնդիրն է։ Ինչ վերաբերում է հոգեբանի աշխատանքին, ես իմ տեսանկյունից նշեմ, իմ աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպով, որ հենց ընդունվում է նոր
բուժառու, հա, ոնց որ հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ ես ուշադրություն եմ դարձնում անպայման այն հարազատին, այն խնամատարին, ով որ իր հետ ամեն անգամ գալիս է, ու մանավանդ եթե ամեն անգամ դա նույն մարդն է լինում, ենթադրենք ամուսինն է կամ կինն է, հայրն է, մայրն է եւ այլն, հա, ես անպայման ուշադրությունս իրա վրա եմ սևեռում, աջակցող բնույթի զրույց իրանց հետ եմ անցկացնում ու հաճախ նաև լինում է, որ հենց առաջնային աջակցությունը նաև իրանք են զգում։ Ու շատ հաճախ լինում է դեպքեր, երբ որ բուժառուն ինքն է ասում, կլինի մի քիչ խոսեք, չգիտեմ, ամուսնուս կամ կնոջս հետ։ Սովորաբար մի քիչ համարտիկ են փակ լինում, խնամատարների առումով։ Փորձում ենք իհարկե մի քիչ հումորով, ինչ որ համապատասխան ձևով հարցնենք, աջակցություն ցուցաբերենք, որպեսզի ինքն էլ ինչ որ բան կարողանա ասի, խոսի, կիսվի, որ մենակ չմնա իր մտահոգությունների հետ։ Հոգեբանների ինստիտուտը իրականում շատ կարևոր է եւ շատ մեծ աջակցություն է ցուցաբերում մարդկանց, ոչ միայն հայ սպարագայում այս խնդիրն ունեցող մարդկանց, այլ առհասարակ շատ կարևոր ինստիտուտ է որպես այդպեսին, բայց հոգեբանի աջակցությունից զատ շատ կարևոր է թե մարդը որքանով է ուզում ինքն իրեն օգնել։ Ձեր պարագայում ես որքան հասկանում եմ, դեռևս ամենաշատ եւ ամենախորը խոսակցությունները ձեզ մոտ տեղի են ունենում ինքներդ ձեր եւ ձեր ամուսնու հետ։ Այո, ինքս իմ հետ, ամուսնուս հետ, հարազատների հետ, ամուսինս այս պարագայում ես կասեմ հավաքական կերպար է, որովհետև այն ինչ ես զգում եմ եւ իր հետ կիսվում եմ, միանշանակ եթե ես զուգահեռ չեմ կիսվում մյուս հարազատների հետ, ինքը ինֆորմացնում է։ Այսինքն այս պարագայում եւս ինքը այդ միջանկյալ օղակն է բոլորի հետ, որ նույն հարցը, նույն ապրումները, նույնը պատմելը ինձ մոտ անդադար չլինի, իր լեզվով ասեմ էներգիայի խնայում կատարեմ։ Քույրիկիս հետ եմ շատ կիսվում, քույրիկներիս ես կասեի։ Եվ իրականում զգում եմ այդ պահը, երբ ունեմ կարիք խոսելու, երբ չունեմ կարիք։ Պետք չէ ուժեղ խաղալ, երբ ունես կարիքը, իսկապես պիտի թողնես, որ դուրս գա դա, որովհետև դա կվնասի շատ, եթե չթողնես դուրս գա։ Բայց նաև խոսելուց պետք է դիմացինին համապատասխան, որովհետև հենց այստեղ նոր որ խոսում եք, ես իմ օրինակից պահ հիշեցի, որ ես այդ պահին ավելի ամուր էի, քան քույրս, ու ես զգացի, որ ինքը աջակցության կարիք ունի։ Իսկապես ուներ ինքը։ Դրա համար պետք է շատ հստակ կարողանաս հասկանալ, ում հետ ես կիսվում, ում հետ ես խոսում, ինքը այդ պահին դրան պատրաստ է, թե չէ այդ ինֆորմացիային։ Դուք շատ դժվար ճանապարհ եք անցնում եւ դուք եք անցնում այդ ճանապարհը։ Ինչ որ պարագաներում մարդը ունենում է ինքն իրեն հավաքելու հմտություն եւ կարողանում է զգոնանալ։ Սա ավելի ամուր լինելու հարցեր, թե ձեր պատասխանատվությունը ձեզ թույլ չէր տալիս այդ պահին ձեզ թույլ տալ այլ էմոցիաներ ապրելու։ Իհարկե մարդու ինքնակառավարումը շատ կարևոր է, բայց նման պահերին դու ինչքան էլ պատրաստված լինես, հա, նշեմ վերջին տարիներին շատ յոգայի մեջ լինելով, այդ ինքնակառավարման լծակները իմ մեջ ակտիվացնելով հանդերձ, միևնույն է, մարդը նման իրադարձությունների շրջանակում շատ հաճախ պարզապես չի կարող շատ երկար, այսպես ասած, դնել վերցնել իրեն ոնց պահի, այսինքն պահը գալիս է ու դու պահում ես նենց, ոնց որ պիտի պահես։ Դա գուցե պատասխանատվությունն է, գուցե սերն է, գուցե նաև որ դու շատ լավ ես ճանաչում հարազատիդ ու հասկանում ես ինքը ինչ ապրումներ կունենա ու չես ուզում ունենա, ուզում ես գոնե մի փոքր տոկոսով մեղմես իր ապրումները։ Շատ ժամանակ գուցե ավելի հարազատներին ավելի դժվար է, քան բուժառուին։ Ես նման դրվագների ականատես եղել եմ միջանցքներում, բուժհաստատությունների լուրը հայտնելու կամ ինչ-որ ինֆորմացիայով կիսվելու, որ դեռ անալիզները լավ պատասխաններ չկա, դրվագներ եմ հանդիպել, որոնք որ տեսնում ես, որ այո, իսկապես հարազատներին գուցե երբեմն ավելի դժվար է։ Կախված է նաև ստրեսի կառավարման մեխանիզմները ինչպես են ընթանում յուրաքանչյուր անձի մոտ։
ու ամեն դա գալիս է նաև թե կենսափորձից, որտեղ շատ անգամ մարդիկ ովքեր որ առաջի անգամ են իրենց կյանքում բախվում այս խնդրի հետ, շատ ավելի դժվարությամբ են գտնում այդ հաղթարման մեխանիզմները ու parza որ շատ անգամ նաև ասես բուժառուն էլ է պատասխանատու դեպքեր լինում է երբ որ բուժառուն ասես պատասխանատու է զգում իր հիվանդության համար երբեմն լինում են դեպքեր անգամ թեթև ինչ որ մեղքի զգացում էլ է լինում որ ինքը հիվանդացավ ու հիմա իր հարազատները չգիտեմ խառնված են մտահոգ են անհանգիստ են հա բայց այդտեղ կարևոր է բերել մի նորմալիզացիայի հասցնել որ ցանկացած մարդ ինքը ապահովագրված չէ ցանկացած տեսակի հիվանդություններից եւ որ ոչ մեկ ինչ որ մեղավորություն չունի իրականում այս հիվանդության առաջացման հարցում ու հնարավորինս աջակցել թեկուզ ես սովորաբար ասում եմ բուժառային երբ որ դու քեզ նորմալ ես զգում դուք ձեզ նորմալ եք զգում հա անպայման ձեր հարազատին ասեք որ դուք լավ եք ու շատ անգամ լինում է դեպքեր, երբ որ մարդը ասում է, իհարկե, որտեվ կարևոր է ոչ միայն նեգատիվ ասի, այլ նաև լավ ասի, որ գիտես, այսօր այնքան լավ եմ ինձ զգում, կարանք այսօր ինչ որ մի բանով զբաղվենք միասին։ Արի այսօր այս ինչ բանը անենք, որտեվ դա եւս անդրադառնան նախ թե մարդու տրամադրության վրա, ընդհանուր կյանքի որակի վրա եւ իհարկե հարազատներին մեծ ուրախություն պատճառ է տալիս։ Այստեղ կուզեի մի բան էլ նշել, որ պետք է իրականում վատ ժամանակ ասել վատ եմ, լավ ժամանակ լավ, որովհետև դու դրանով հարազատից շատ ես օգնում, այսինքն վատի սահմաններ էլ կան, չթաքցնել նաև վատը, որովհետև դու դրանով հավելյալ լարվածության մեջ ես իրենց պահում, որպեսզի իրենք հասկանան դու վատ ես, թե չէ, որովհետև վատի տարբեր աստիճաններ կան եւ կարող են արտահայտվել կողքիները նկատեն եւ կարող են չնկատեն։ Թերևս իմ մասնագիտությունն էլ է օգնել ինձ այս հարցում, այդ բալանս ասված է, ակտիվ, պասիվ։ Ես փորձում եմ դա պահել ու հասկանալով, որ դեռ ճանապարհ կա անցնելու ու հնարավոր է չբացառենք, որ գուցե փոխվեն դերերով լավ ու վատ լինելու օրերը, ժամերը շատ նուքիչը, իհարկե միշտ դրականին տրամադրված, բայց պիտի անկեղծ լինես, ոնց որ բոլոր հարցերում լավի վատի ժամանակ է։ Թե դու անդադար ասես ես վատ եմ, դա քեզ իսկապես վատ իրավիճակում այնպես չի օգնի։ Բայց եթե նաև խաղաս ու անդադ ասես լավ եմ, դա իրականում բոլորին կխանգարի։ Եվ ի վերջո դա երևի թե մի բան է, որ մեր ծնողների սերնդին է շատ հատուկ, միշտ ասել լավ եմ, բայց դա խճճում է եւ ավելի սխալ ու վատ տեղ է տանում, իրականում շատ կարևոր շեշտադրում արեցիք եւ ձեր բարեկայում էլ, հա, իրականում շատ կարևոր նյուանս էր ասել, որ ես այս պահին լավ եմ։ Ուրիշ ինչ մեխանիզմներ կան, որոնք օրինակ մարդիկ կիրառելով շատ ավելի կօգնեն եւ իրենց հարազատներին։ Ես կարծում եմ, այդտեղ նաև կարևոր է հենց այս հարցի հետ կապված ուշադրություն դարձնել այն մարդիկ, ովքեր որ ուզում են ինչ-որ մի բանով օգնել, այս իրավիճակում հայտնված ոնց որ մարդուն, ուղղակի հենց հանգիստ ասել, ինչով կարող եմ ես քեզ օգտակար լինել։ Երբ կցանկանաս ինչ-որ բան առանց կաշկանդվելու, ինձ անպայման ասավ, իսկ սա ամենակարևոր մի բանն է, հա։ Եվ բուժառուի համար էլ որպեսզի մարդը, որ է իրավիճակում է, նաև երբեք չկաշկանդվի եւ անպայման թույլ տա իրեն օգնություն խնդրի։ Դա հարազատ մարդուց կլինի, դա ինչ որ մասնագետի հետ կապված կլինի, որտեղ շատ անգամ լինում է դեպքեր մարդիկ ասում են դե ամաչեցի բժշկի զանգեմ օրինակ կամ ամաչեցի ձեզ այդ հարցով դիմեմ, ինձ որպես մասնագետ ասում եմ շատ իզուր ու կխնդրեմ, որ երբևէ որևէ հարցի հետ կապված չունենաք այդ ինչ որ ամոթի զգացում կամ ինչ որ այլ մի բան, ամոթա չասելը, քան ասելը։ Իրականում մարդկանց տեսակներ կա, որ աջակցություն ընդունելը շատ դժվար են տանում։ Իհարկե։ Աջակցության տարբեր տեսակներ կան, լինի հոգեբանական, ֆիզիկական, քո հետ կիսեն կենցաղը, ֆինանսը, բոլոր աջակցությունների պարագայում, եթե դու տեսակով միշտ փորձել ես ամեն ինչ ինքդ անես, շատ դժվար է։ Ես այս ընթացքում որոշակի հաղթահարումներ եմ իմ մեջ ունեցել այդ մասով ու
կուզեմ կիսվեմ, որ երբեմն պիտի գիտակցաբար թողնես քեզ աջակցեն, որ հարազատներդ իրենց անզոր չզգան։ Ունեցա դրվագներ բարեկամների շրջանակում, որ ցանկանում էին տարբեր աջակցություններ ունենալ եւ իմ համար դա սկզբում շատ այսպես խոցելի էր եւ չընդունելի, բայց ես կարողացա ինձ մտքով բերեմ այդ գիտակցության, նաեւ իրենք օգնեցին իրենց խոսքերով, որ մի թող մեզ անզոր զգանք։ Պիտի նաև քո մեջ դա հաղթահարես, որ այո, գուցե այս պահին մայրս իմ հետ կենցաղ է կիսում, ինձ օգնում է, բայց ինքը իրեն դրանից ավելի հաստատ լավ է զգում։ Գուցե մյուս հարազատս, որ ուզում է ինչ-որ մի բան արած լինել, ինֆորմացիա կլինի տեղի հետ կապված, թե այլ աջակցություն, թող ինքն էլ դա անի, այսինքն դու կարող ես ինքդ եւ քո ամենանեղ ընտանիքով ինքնակազմակերպվել, բայց երբեմն պիտի թողնես մյուսներին նաեւ։ Շուշանիկ, իմ հաղորդման գործընկեր իմպլանտոմ ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտ։ Կարող եք ընտրել ստոմատոլոգիայից կօգտվեք, թե կոսմետոլոգիայից, վստահ եմ, որ գոհ կմնաք։ Ես արդեն հասկացել եմ, որ դուք բժիշկների հարցում մանրակրկիտ ընտրություն անող մարդ եք, բայց քանի որ իմպլանտոմում աշխատում են հենց բժիշկներ, հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է, կոսմետոլոգիական ուղղությունը զարգացնող բժիշկը շատ բծախնդիր է եւ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում է բարբերաբար կրթություն ստանում եւ վերապատրաստվում։ Վստահ եմ, որ դուք գոհ կմնաք արդյունքներից։ Շնորհակալ եմ շատ օգտակար եւ շատ հաճելի ներկայացրեցիք, անպայման կօգտվեմ։ Սիրով։ Իմպլանտոմը ստոմատոլոգիայի միջազգային ցանց է, որն իր կլինիկաները ունի Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանում։ Թե ինչպես են համագործակցում այս կլինիկաները իրար հետ եւ ինչ առավելություններ ունեն, մեզ կպատմի կլինիկայի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանը։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամալիա։ Կլինիկաները տարբեր երկրներում իրարից անջատ են գործում, թե համագործակցում են իրար հետ։ Կլինիկաները բոլորը միասին համագործակցում են եւ հենց միտքը արտասահմանում կլինիկաներ ունենալու եւ ցակելը դրա համար, որպեսզի մենք կարողանանք բարձր կարգի ծառայություն մատուցել մեր արտերկրի պացիենտներին, այն պացիենտները, ովքեր որ գալիս էին Հայաստանում իրենց բուժումն էին ստանում, հետագայում հարցեր առաջանում, խնդիրներ էին ունենում որակով ստոմատոլոգիա գտնելու համար եւ մենք այն լոկացիաներից, որտեղից ունենք մեծ ներհոսք, դա Ռուսաստանի Դաշնությունն է, Մոսկվայի քաղաքը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքը, այդ քաղաքներում բացեցինք մեր մասնաճյուղերը եւ այնտեղ էլ մասնագետների ընտրության եւ ծառայությունների որակի հարցում նույն ստանդարտները դրեցինք, ինչ որ այստեղ Հայաստանում մենք ունենք։ Դուք բավականին խիստ եք որպես ղեկավար, հերրակա կարգով ղեկավարումը կարողանում եք հավուր պատշաճի իրականացնել։ Իրականում ես բավական հաճախ լինում եմ հենց արտերկրի կլինիկաներում եւ հիմա ընդհանուր առմամբ ավելի հեշտ է հերրակա կարգով կառավարում իրականացնել, հաշվի առնելով ներկայիս տեխնոլոգիաները ու միշտ կապի մեջ եմ թե պացիենտների հետ կապված տարբեր հարցերով, թե մնացած այլ հարցերով, բայց շատ ուրախ եմ, որ հենց Ամերիկայում եւ Մոսկվայում ունեմ պարտներներ, ովքեր որ իրենց սկզբունքներով եւ իրենց տեսակով շատ նման են մեր սկզբունքներին եւ այն ինչ որ մենք ստեղ ենք իրականացնում, իրենք հաստատ ոչ ավելի պակաս մի բան էլ ավել ընդեղ են իրականացնում։ Այդ առումով շատ հանգիստ եմ։ 3 երկրներից որտեղ ամենամեծ պահանջարկը ունի իմպլանտումը։ Ինձ թվում է ստոմատոլոգիան այն մասնագիտությունն է, որը որ բոլոր տեղերում է պահանջված է եւ այդ առումով կարող ենք ասել, որ բոլոր 3 երկրներում էլ մեր ծառայությունները պահանջված են։ Ընդհանուր առմամբ իմպլանտումը երբ որ բացվեց Լոս Անջելեսում, ինքը մի փոքր ավելի սպասված էր, որովհետեւ երևի թե ամենահեռուն էր ու ընդեղից ամենադժվարն էր գալ ստեղ գնալը եւ այդ տեսանկյունից, որ մենք կարողացանք ընդեղ բացվենք, մեր պացիենտներից ամենաշատ լավ արձագանքները ստացանք։ Ըստ էության կարողանում եք բուժումը համակցել նաեւ Հայաստանում եւ Ամերիկայում, Հայաստանում եւ Ռուսաստանում, այսինքն մի երկրում սկսել բուժումը եւ մեկ այլ երկրում շարունակել այն։
տարբեր երկրներում կլինիկա ունելը մեզ հնարավորություն է տալիս առաջինը այն պացիենտները, ովքեր որ բուժվել են Հայաստանի Հանրապետությունում, հետագայում իրենց երաշխիքային սպասարկումը եւ ամենամյա սպասարկումը իրականացնել մեր կլինիկայում ստանալով նույն որակը եւ նույն ծառայությունները։ Ինչ է նշանակում երաշխիքային սպասարկում, որտեղ մենք մեր բոլոր աշխատանքների համար տալիս ենք երաշխիքային սերտիֆիկատ, որը որ օրինակ ստոմատոլոգիական ինչ-որ ծառայություն իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում, իրենք կարող են երաշխիքային սպասարկում ունենալ կամ երաշխիքային սպասարկմամբ անվճար ծառայություն ստանալ նույն Միացյալ Նահանգներում կամ Մոսկվայում։ Դա մեկ։ Երկրորդը, որ օրինակի համար ծառայություններ կան, որոնք որ իրենք ժամանակով կատարման բավական երկար են ու պետք է լինում նախապատրաստական աշխատանքներ իրականացնել մեծ գործողություն իրականացնելուց հետո, այդ դեպքում մենք հնարավորություն ունենք օրինակ նախնական ռենտգենները, նախնական կոնսուլտացիան, բուժման պլանը կազմենք, ասենք Միացյալ Նահանգներում, բայց իրականացնենք Հայաստանում նույն պրոտոկոլներով կամ օրինակի համար իմպլանտացիայի process-ը, հա, դիտարկենք, եթե օրինակի համար իմպլանտներ պետքա տեղադրվի 1, 2 կամ 3, դա տեղադրեն Միացյալ Նահանգներում, հետագայում գան մնացած աշխատանքը մեր մոտ անեն։ Կամ նույնը կարա լինի հակառակը, շատ ժամանակ մեր մոտ գալիս են իրականացնում ենք իմպլանտացիան, հետագա պրոթեզավորումը վրայի ատամնաշարը, որպեսզի չգան Հայաստան, տեղադրում են այնտեղ։ Այսինքն ընդհանուր առմամբ մեր պրոտոկոլները նույնն են, աշխատում ենք նույն իմպլանտացիոն համակարգերով եւ աշխատանքը սինխրոն է։ Այսինքն շատ դեպքերում մինչեւ անգամ ռենտգենները եւ ֆոտոնկարները փոխանցվում են կլինիկաների մեջ ու պացիենտը հարկ չունի ինչ որ եւս մեկ անգամ բացատրել կամ հարցնել թե արդյոք այդ կոնստրուկցիաները ինչ են արվելու, ինչ պետք է արվի, որովհետեւ արդեն բժիշկը գիտի ոնց պետք է շարունակի աշխատանքը, որովհետեւ ոնց որ գրվել է սկզբնական բուժման պլանը, այդ բուժման պլանով առաջ ենք շարժվում։ Երբ Միացյալ Նահանգներում բացվեց իմպլանտումը, բեքգրաունդում կար Հայաստանի եւ Ռուսաստանի փորձը, բայց եւ այնտեղ արդեն մրցակցությունը այլ դաշտում էր։ Միացյալ Նահանգների կլինիկայում կար ինչ-որ նոր արարություն, որը ձեզ միանգամից մրցունակ դարձրեց շուկայում, թե դա այն անունն էր, որը ձեռք էիք բերել տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի կլինիկաների աշխատանքի արդյունքում։ Ընդհանուր առմամբ մենք աշխատում ենք բոլոր կլինիկաներում ունենանք միևնույն ստանդարտը ու ինչ որտեղ նաև նոր կլինիկա բացելով մենք մնացած կլինիկաների ստանդարտներ ենք բարձրացնում, որովհետև նոր կլինիկան բացում ենք ավելի նոր ստանդարտով, ավելի բարձր ստանդարտի ու մնացած տարին մի քանի ամիս արդեն սկսում ենք մնացած կլինիկաները դրա մակարդակի բարձրացնել ու հասցնել, եթե ինչ որ ձևով պակաս է, դրա համար ասել, որ օրինակի համար ինչ որ սարքավորում կա, որը որ մենք այնտեղ ունենք, որը որ ստեղ չենք իրականացնում, այս պահին չունենք, բայց այնտեղ օրինակ մենք առաջինը ունեցանք իմպլանտների վրա մեկ օրում թվային ատամնաշարի տեխնոլոգիան, որը որ հիմա մենք բոլոր կլինիկաներում արդեն իրականացնում ենք, ընդամենը մի ամիս ոնց որ այնտեղ սկսեցինք ու արդեն բոլոր կլինիկաները սկսեցին ունենալ։ Ընդհանուր առմամբ մենք աշխատում ենք, որ բոլոր կլինիկաները լինեն մի մակարդակի վրա, բայց այն որ տարբեր կլինիկաներում, տարբեր երկրներում մենք ունենք կլինիկաներ, այդ մեզ հնարավորություն է տալիս իրար մոտիվացնելով անդադ աճել։ Դավիթ Մաթևոսյանի Instagram-յան Edge-նու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Լուրի իմանալուց հետո բուժումը սկսելուն հղիության ընթացքը խանգարում էր։ Սահմանափակ էր, այսինքն այն նույն բուժումը, որը որ կարելի էր ստանալ ոչ հղի ժամանակ, իհարկե մտավախություն կար, որ կարող է բալիկին վնասել, դրա համար մենք դիմեցինք տարբեր մասնագետների, ունեցանք տարբեր կարծիքներ, հասցրեցինք մի քանի օրվա մեջ արտերկիր ուղարկել փաստաթղթերը, ինտուիտիվ մի բժշկի էի հավանել, բայց չէի ցանկանում, որ այդ պահին էմոցիայով առաջնորդվեմ։ Ինձ համար շատ ուրախալի էր, որ հենց իր տված սխեման շատ հավանության արժանացել էր նաև արտերկրից, որ շատ գրագետ բժշկական սխեմա է եւ ընտրությունը այդպես կատարվեց։ Ձեր պարագայում սա շատ խտացված էմոցիաների շրջան էր, որովհետեւ առհասարակ նույնիսկ բոլոր նպաստավոր հանգամանքների պարագայում հղիության շրջանը եւ հորմոնալ ֆոնի փոփոխությունը կանանց վրա ոչ միշտ է
դրական ազդում, երբեմն հոգեբանական վայրի վերումները, տրամադրության տատանումները, ֆիզիկական եւ հոգեբանական բարդությունները կանանց համար այդ փուլում ճնշող են լինում եւ հղիության ընթացքում հետծնդաբերական շրջանում կանայք նաեւ դեպրեսիայի մեջ են հայտնվում։ Ձեզ մոտ խտացված էմոցիաների շրջան էր, միաժամանակ դուք ժամանակ չունեիք ոչ դեպրեսիայի մեջ ընկնելու, ոչ էմոցիաներին տրվելու եւ ոչ էլ հավանաբար ձեր էմոցիաները մինչեւ վերջ ապրելու համար։ Միգուցե մարդիկ չեն նկատում, ես ինքս պահի տակ կարծես մոռանամ, որ այս ամեն ինչը որ դուք մինչեւ հիմա պատմում եք, տեղի էր ունենում զուգահեռ նաեւ ձեր հղիությանը եւ երրորդ երեխայի ծննդին։ Հղիության վերջին շրջանը, ծննդաբերությունը եւ հետծննդաբերական շրջանը ինչպես տրվեցին ձեզ։ Դուք շատ ճիշտ նշեցիք, իրականում շատ խտացված էր եւ ժամանակային առումով ես շատ ամեն էմոցիան շատ ապրելու ժամանակ չունեի։ Պիտի ասեմ, որ նախորդ երկու ծննդաբերությունների փորձն էլ ինձ շատ օգնեց հետծննդաբերական դեպրեսիա ասվածի հետ կապված։ Առաջին բալիկս իր տեսակով պարտադրող էր իր գրաֆիկը եւ ես ժամանակ չունեի դեպրեսիաների։ Իսկ երկրորդ բալիկիս դեպքում, աղջկաս դեպքում ես նաեւ զուգահեռ աշխատում էի եւ նորից ես չունեի այդ ժամանակը դեպրեսիա ունենալու։ Այս պարագայում էլ ստացվեց այսպես, էլի չունեի ժամանակ դեպրեսիա ունենալու։ Սա ժամանակ չունենալու խնդիր էր, թե նաև սա հստակ ընտրություն էր։ Իրատեսնուք այդ։ Ես սա թողնելու եմ։ Ժամանակի հետ ընդհանրապես կապ չունի։ Իդեպ Շուշանիկի ամուսինը մեզ հետ է ամբողջ ընթացքում, թեպետ նա չցանկացավ նկարահանվել, բայց ամեն հարցում աջակցում է կնոջը ու հիմա էլ թիկունքին կանգնած է, նստած է ու հետևում է զրույցին։ Գուցե ընտրության հարցել է, ճիշտ է, բայց նաև ժամանակի հարցել է իմ պարագայում, որովհետև եթե մարդու միտքը զբաղված է օգտակար լավ գաղափարներով եւ չկա ժամանակ ավելի վատին տրամադրելու, այստեղ պիտի մեջբերում անեմ իմ ռիլերից մեկի, որ ասում եմ այնքան պետք է մեր մեջ լցնենք լույս, որ վախին տեղ չմնա եւ իրոք դա օգնում է։ Երբ որ դու անընդհատ քո միտքը լցնում ես դրականով, աշխատանքով, ամեն մեկի պարագայում տարբեր, մեկը ստեղծագործելով, մյուսը սովորական իր առօրյայով, խնամքով, հոգատարությամբ, դու արդեն այդտեղ շատ ժամանակ չես ունենում վախերի, ինչ որ մտածմունքի եւ դեպրեսիաների համար։ Եթե նույնիսկ մենք չենք խոսում դեպրեսիայի մասին, մենք խոսում ենք բարդ ծննդաբերական ընթացքի եւ բարդ հետծննդաբերական ընթացքի մասին, որովհետեւ նորաթուխ մայրիկ է, զուգահեռ ստանում է քիմիա, մայրիկ է, զուգահեռ ստանում է ավելի խտացված բուժում, որովհետև բուժումը ենթադրում էր որոշակի պրոցեդուրաներ, որոնք ձեզ հղիության ընթացքում չէին թույլատրվում եւ երեխայի ծննդից անմիջապես հետո դուք արդեն պիտի սկսեիք դա։ Դեռ ես ինքս չիմացած, որ երրորդ բալիկի եմ սպասում այդ պահից, ես շատ տարօրինակ փոփոխություններ էի նկատում ուժային առումով, այսինքն հիմնականում հղիները ավելի էմոցիոնալ են դառնում, ինձ մոտ ավելի վերջին տարիներին իհարկե ավելի շատացել էր այդ ուժը տարբեր հարցերի, տարբեր երևույթների ավելի սթափնայելու, քան էմոցիոնալ տեսանկյունից, բայց հղիության ժամանակ չեմ կարող չփաստել, որ դա ինձ մոտ ավելի էր ամրացել ու երբ որ երրորդ բալիկս ծնվեց, հենց այդ պահին ես մի միտք ասեցի, իմ գինեկոլոգը շատ հստակ ֆիքսել էր, հետո գրել էր դրա մասին նույնիսկ, որ իմ ուժն է եւ իսկապես գուցե Տերը բալիկի միջոցով ինձ շատ մեծ ուժ էր փոխանցել։ Եվ հենց ամենամեծ այդ ուժը եկել է իրենից, ամենամեծ, թե հղիության ընթացքում, թե ունենալու պահին եւ թե հիմա։ Շուշանիկ, ըստ էության ծննդաբերությունից հետո մի փոքր փոխվեց ձեր բուժման սխեման։ Հղիության ընթացքում դուք եւս ստանում եք որոշակի բուժում եւ դեղորայք, բայց դա նույնը չէր, ինչ ծննդաբերությունից հետո։ Հղիության ընթացքում շատ գրագետ եւ ճիշտ տակտիկա բժիշկների կողմից մշակվեց,
Նույնիսկ արտերկրից կար կարծիք, որ այդ ժամանակահատվածում երեխան ձևավորված է ամբողջությամբ օրգան համակարգերը եւ կարելի է ավելի ուժեղ դեղորայքային միջամտություն կատարել, քանի որ ուռուցքի տեսակը արագ զարգացող էր եւ ժամանակային առումով չէր կարելի սպասել եւ նույն բժիշկների համար սահմանափակ էին հետազոտությունները իմ մասով, այսինքն կար հետազոտություններ, որոնք չէր թույլատրվում հաղի ժամանակ, իրենք չեն կարող հասկանալ տարածվածության աստիճան, այլ օրգանների աստիճան եւ այլն։ Նույնիսկ հնչել էր այդպիսի կարծիք, բայց գուցե մեր ընտանիքի հետ շփումից հետո, գուցե չեմ կարող ասել մի քանի ֆակտորներից ելնելով, այստեղի բժիշկը ի ուրախություն ինձ ավելի պահեց իր որոշումը, որ սկսենք թույլ դեղորայքից եւ իրականում գործեց այդ տարբերակը։ Այսինքն դա չվնասեց բալիկին, նա ծնվեց հասուն, առողջ ժամանակին, որի համար շատ մեծ պայքար տարավ նաեւ իմ գինեկոլոգիական թիմը։ Ամբողջ այդ հղիության ընթացքում շատ մեծ աջակցություն է եղել գինեկոլոգիական թիմի կողմից։ Ես զգում եմ եւ հավատում եմ, որ օր կգա օնկոլոգիական թիմից էլ կխոսեմ, բայց պիտի հիմա շեշտեմ գինեկոլոգիական թիմի մասով, որովհետեւ մեծ աջակցություն են ցուցաբերել ինձ եւ կրծքով կերակրման մասով, որ պետք է շատ սահուն ընդհանար այդ ամենը, որ ես չունենայի հավելյալ էմոցիաներ եւ բալիկին ունենալու պահին իրենք ինձ էին ասում, որ ես դրական եմ, լուսավոր եմ, ուժեղ եմ, բայց իրենցից է շատ բան կախված ու ես անսահման շնորհակալ եմ։ Այդ մասով էին տարբեր կարծիքներ հնչել, որ կարելի է ավելի վաղ կեսարյան հատման միջոցով երեխային լուսաշխարհ բերել, սկսել շատ արագ բուժում, բայց մոր նման ջերմ, հոգատար ու անկեղծ վերաբերմունքով իմ գինեկոլոգը իր թիմով պայքարեցին մյուս որոշման դեմ եւ շնորհակալ եմ, որ լուսաշխարհ եկավ ժամանակին, առողջ, հասուն, բնական ճանապարհով իմ երրորդ բալիկը։ Անհավանական էր թվում, բայց ձեր բոբոշիկը, ինչպես դուք եք իրեն անվանում, նույնիսկ փոքրացում էր եղել, այսինքն սա խոսում է նաև բուժման մեջ դրական տեղաշարժի մասին։ Այո, նպատակը նա էր, որ զուտ այդ ընթացքում չմեծանա եւ չտարածվի, բայց նույնիսկ մենք ունեցանք մի փոքրիկ ավելի դրական տեղաշարժ միլիմետրերի սահմանում իհարկե, բայց դա այդ պարագայում բավականին մեծ արդյունք էր։ Ձեր պարագայում իսկապես շատ կարևոր էր հենց ձեր ամուսնու գործոնը եւ ներկայությունը, որովհետեւ ցավոք սրտի կարծում եմ Աննան, ով շատ աշխատում է տարբեր դեպքերի հետ եւ շատ տարբեր իրավիճակների ականատես լինում, կփաստի, որ երբեմն դժվարությունները պարակտում են ընտանիքը։ Ձեր պարագայում իսկապես ձեր ամուսնու աջակցությունը ձեզ շատ մեծ է ու անհանգստությունը ձեզ համար ամեն հարցում ձեր կողքին լինելը շատ կարևոր է։ Բնականաբար, եթե մենք հիմա խոսենք, որ սա կարևոր է, բնականաբար կարևոր է, բայց այնուամենայնիվ մարդը միայնակ է անցնում այս խնդիրների միջով հաշվի առնելով, որ անկախ բոլոր աջակցություններից յուրաքանչյուր ցավ եւ խնդիր ինքնանձամբ է տանում, թե մենակությունը կարելի է այնպես կոտրել, որ չզգաք։ Իհարկե, առաջնահերթ նշենք այն կարևոր հանգամանքը, որ առաջնահերթ մարդը ինքն է անցնում այս ճանապարհը։ Ինչքան էլ բոլորը ցանկանան օգնեն, հա, հարազատներ, մտերիմներ, բուժանձնակազմ, բժիշկ, հոգեբան, հա, բայց առաջնահերթ մարդը ինքն է այդ ճանապարհի միջով անցնում ու ինքը գիտի ամեն մի պահը ինչ աստիճանի դժվարությամբ է ինքը անցել։ Բայց այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է, որպեսզի իր կողքին լինեն այն ճիշտ, լավ ու հավատարիմ մարդիկ, ովքեր որ սկզբից մինչև վերջ կլինեն իր կողքին այդ ողջ բուժման ընթացքում, այդ ողջ կյանքի շարունակության ճանապարհին։ Ես նույնիսկ փորձություն եմ, միայն իմը չեմ համարում, ես համարում եմ, որ սա իմ եւ ընտանիքիս փորձությունն է։ Ինձ համար հենց սկզբում այդպես է, հա, եկել միտքը, ես այդ միայնակը չունեմ, որ ես միայնակ եմ անցնում։ Իսկապես ֆիզիկապես ցավը դու տանում ես, բայց ֆիզիկապես ցավից ավելի դժվար կլինի, եթե դու դա հոգեբանորեն տանես մենակ։
Ես հենց ցավի մասին էի նշում։ Այդ ամենի մեջ շատ լուսավոր կետեր գտնելը հենց դա է, երբ որ դու մտածում ես կարող է մարդու միայնակ լինել, կարող է լինել միայնակ մայր, կարող է լինել տան միակ երեխան, այդտեղ պատասխանատվությունը եւ ապրումները ինձ թվում է շատ ավելի կլինի։ Իմ պարագայում ես միանշանակ մեծ թիմով եմ։ Ընտանիք, որ ասում եմ, դա մի քանի արյունակից չեն, այդ ընտանիքի մեջ շատ մեծ բանակ կա, հզոր քույրեր, եղբայրներ, գործընկերներ, ընկերներ, բոլորի աջակցությունը, նույնիսկ կարող է քեզ մի խոսքը տապալել եւ մի խոսքը շատ մեծ ուժ տալ։ Կարծում եմ կարևոր է նաև թե մենք իսկապես այդ ծեծված արտահայտությունը բաժակը տեսնում ենք կիսով չափ լիքը, թե կիսով չափ դատարկ եւ նույն այդ մարդկանց մեջ մենք գտնում ենք համախոհներ, ովքեր մեր կողքին են, թե մարդիկ, ովքեր գուցե անտարբեր են։ Սա նաև սուբյեկտիվ հանգամանք է, թե ինչպիսի մարդկանցով ենք մենք շրջապատված, թե սա օբյեկտիվ տեսակն է Շուշանիկի, որ ինքը տեսնում է այդ դրականը։ Իհարկե, ինչպես ինքն է նշում, շատ մեծ աջակցությունը ընտանիքին է։ Իհարկե, շատ մեծ նշանակություն ունի մարդու խառնվածքը, բնավորության գծերը, ինչպես առաջնորդվում իր ողջ կյանքի ընթացքում, որտեղ լինում է դեպքեր, երբ որ մարդը հանգիստ ասում է, ես ավելի թեթև տարա, որտեղ կյանքի շատ դժվարությամբ ես փորձում եմ թեթև տանեմ, ու դա նաև բնավորության ինչ-որ գծեր են, որոնք նաև ճգնաժամային ինչ-որ իրավիճակներում սկսում են ուշ տան ներքին հենարանները, ոնց որ սկսում են ել ավելի շատ օգնել մարդուն ու մարդը կարողանում է այդ ճգնաժամային փուլի միջով իր կյանքի, նորմալ հաղթահարել ու անցնել գնալ առաջ։ Իսկ մենք ունենք ինչ-որ մեխանիզմներ, որոնք հենց քաղցկեղ ունեցող մարդկանց են օգնում հաղթահարելու խնդիրը։ Իհարկե, կարծում եմ, ստեղ հենց նաև խառնվածքի տիպը, բնավորության որ գծերը, եւ առհասարակ ինչ հայացքներ աշխարհայացք ունի, դիրքորոշում ունի, որտեվ եթե մարդը ի սկզբանե ունեցել է ենթադրենք ինչ-որ դեպրեսիվ ֆոն իր կյանքում, բնականաբար այս ընթացքը շատ ավելի դժվար ինքը կտանի, քան ենթադրենք ավելի լավատեսությամբ ուշտված մարդը։ Կարծում եմ, այն կարևոր կետերից մեկն է հանդիսանում, որ ցանկացած պարագայում մարդը լինի հույսով եւ հավատքով, ամենաառաջինը։ Ու ես կասեի առաջինը հենց սեփական անձի նկատմամբ, այն հավատքը եւ հույսը, լույսը ինքը միշտ իր մեջ պահի ու անգամ դժվար իրավիճակում, ստանալով թե մտերիմների եւ թե բժիշկների, օգնությունը ինքը այս պերիոդը հաղթահարի։ Ես ուզում եմ խոսենք նաև խոսքային ինտերպրետացիայի կարևորության մասին, որովհետև օրինակ Շուշանիկը ես որքան հասկանում եմ, դուք նախկինում երբևէ ակտիվություն չեք ցուցաբերել համացանցում, բայց սոցցանցերում արդեն սկսել եք ինչ-որ առումով բլոգ վարել, դեռ փոքր բլոգ է, բայց ամեն դեպքում մարդկանց հետ կիսվում եք ձեր փորձով։ Ինչքանով է նոր համայնք ձևավորելը օգնում մարդկանց հաղթահարելու խնդիրը, որովհետև երբեմն տեսնում ենք, որ մարդիկ իսկապես ուզում են ավելի լայն լսարանի պատմել իրենց խնդրի մասին եւ դրա միջոցով գուցե ինչ-որ նոր հետաքրքրություն են գտնում, գուցե նոր ընկերներ ու համախոհներ են գտնում։ Իմ պարագայում միտքը մի քանի օր ինձ մոտ կար ու միտքը ծնվել էր նրանից, որ այդ մեծ բանակը անդադար ուներ հարցեր, ունեին ինֆորմացիայի, խնդիր, այսինքն ամեն պահ ցանկանում էին հասկանալ ինչ իրավիճակ է, ինչ տրամադրություն ունեմ։ Նաև քանի որ հանդիպումներ շատ այդ էտապում խրախուսելի չէին եւ ինչքան էլ հարազատներս բառերով փորձում են մյուսներին փոխանցել, որ ես լավ եմ եւ ուժեղ եմ, միշտ այդպես է, մարդը ցանկանում է ինքը իր աչքով տեսնել, ինքը լսել խոսքը։ Այդտեղից միտքը առաջացավ, այսինքն ավելի փոքր իմ հարազատների եւ ընկերների համար, նույնիսկ ես չցանկացա իմ անձնական էջով դա անել,
այլեջ բացեցի, որ խոսեմ ցույց տամ, որ այո, ես գիտակցում եմ, որ կա ճանապարհ անցնելու, բայց իսկապես ես լավ եմ։ Դա ինչ-որ ուժ չի, որի տակ ես քողարկում եմ ինչ-որ բան, որովհետև ես բալիկ եմ սպասում այդ քողարկելը ավելի կվնասի ինձ, ես դա էլ եմ գիտակցում։ Ինչպես ամուսինս է ասում, հերոս չեն խաղում, այսինքն եթե ունեմ էմոցիա, որ պիտի արտահայտեմ լացի տեսքով, պիտի արտահայտեմ նաև դա, բայց դրանք իրականում պետք է կարճ տևեն, այսինքն մարդ պետք է իրեն հանի այդ ամենի միջից եւ բլոգը այդ մասով ինքը օգնող է։ Իմ մոտ միտքը առաջացավ այդ պահին, ես նույնիսկ չգիտեի հետո ոնց կլինի, պարզ գիտակցում եի, որ բալիկն է ծնվելու, բուժում ժամանակ չի լինելու, բայց աստի դե լավ, եթե եկել է, պիտի բացեմ։ Ու իրականում շատ է օգնում այն առումով, որ դու տալիս ես ինչ-որ մեկին ուժ, ինչ-որ մեկը քեզ է տալիս։ Շատ անծանոթներ հայտնվեցին, որ նման խնդրով բախվել էին եւ ինձ շատ հուսադրող նամակներ էին գրում։ Իրենց մեջ կային նաև վախեցնող նամակներ իրականում, բայց փառքաստու ստացվում է այդ վախերը դնել մի կողմ եւ նույնիսկ մի քանի անգամ ստացվեց, որ ես այդ մարդկանց իմ դաշտ բերեցի ու իրենք զարմանալիորեն արտահայտվեցին, որ այդ կողմից չէինք նայել հարցին եւ այլն։ Ու զգացի, որ չէ, իսկապես այդ անծանոթների հետ էլ շփումը իր դերը ունի, հա։ Շատերի համար շատ անսպասելի էր այդ փուլում, ընդհանրապես մասնագիտական ոչ մի նման առնչություն չունեցող մարդը հաշվապահ մինչև այս չենք նշել։ Նույնիսկ բարեկամների մեջ կային հարցադրումներ, որ բայց դա այս պահին ինչ է տալիս իրեն, բայց ես գտա ինչ է տալիս, թե ինձ, թե դիմացիներին։ Ես լիովին համաձայն եմ Շուշանիկի տեսակետի հետ ու ասեմ, որ ամեն մեկս ընթացքում ոնց որ յուրովի է գտնում այդ յուրովի ճանապարհ անցնելը։ Ես առաջ անգամ որ լսեցի, շատ ոգևորվել էի ու ամեն մեկը ասես իր ձևն է ընտրում կիսվելու եւ դիմացինի հետ հաղորդակցվելու։ Կարծում եմ սա նաև թերապևտիկ է մարդու համար, երբ որ ինքը ասում է, խոսում է, պատմում է իր մասին, հա, եւ նաև նշեմ, որ սա գրում է նաև տեղեկատվական բնույթ, որպես իրազեկում, որպեսզի այն մարդը, որ կհայտնվի այս իրավիճակում, իմանա, որ կա անցնելու ճանապարհ ու միշտ այդ հույսով ու լույսով լինի ներսում։ Հենց հիվանդանոցներում նույն քիմիոթերապիաների սրահները կարծես ընդհանուր են, կան ինչ-որ պրոցեդուրաներ, որոնք մարդիկ կարծես միասին անցնեն, որովհետև ամեն մեկը առանձնասենյակում իր թերապիան չի անցնում։ Սա ավելի շատ խանգարող է մեկը մյուսին, թե հակառակը օգնող է։ Այսինքն մի կողմից հավաքված են մարդիկ, որոնց ճակատագիրը կապում է մի խնդրով, մյուս կողմից յուրաքանչյուրն ունի իր անհատական խառնվածքը, տեսակը եւ մոտեցումը այդ նույն խնդրին։ Երկակի է այն առումով, որ շատ հաճախ մարդիկ ովքեր որ բուժումներ են ստանում, շատ հաճախ լինում է, որ իրար հետ ինչ-որ կոնտակտ են փոխանակում, սկսում են ընթացքում շփվել, հետո անգամ բուժպերսոնալից կարող են հարցնել, իսկ ես ինչը երբ է գալու բուժման, հա, ու դա շատ հավես է իրականում, ու ոնց որ ամեն մեկը ոնց որ կիսվում է իրանով, փորձի փոխանակում ասես լինի, ու իհարկե այստեղ կարևոր է, որ իրանք էլ են հասկանում, որ ամեն մի դեպքը շատ անհատական է, ամեն մեկը ոնց որ կարող է տարբեր ախտորոշում ունենալ, տարբեր դեղորայքներ ստանան, որտեղ շատ հաճախ լինում է, որ իրենք սիրում են համեմատել ինչ որ բաներ, ինչը կարծում եմ բնական է։ Բայց նաև այստեղ կարևոր է, չասեմ հսկել, հա, բայց որպեսզի մեկի նեգատիվը նաև չանցնի մյուսի նեգատիվին, զուտ ինչ որ փորձառության հետ կապված, բուժման որոշակի ինչ որ հատվածի հետ։ Դրա համար շատ կարևոր է միշտ հաշվի առնել, որ ամեն մի դեպքը դա շատ անհատական դեպք է, բայց որ ես տեսնում եմ, որ իրար հետ շփվում են, դա եւս թերապևտիկ է շատ։ Մեկը մյուսին օգնում է այդ առումով։ Ես իրականում, որ առաջին անգամ սրահ մտա, մտածեցի, որ իմ համար նորմալ է, որ բոլորը տեսնում են իրար, բուժառուները, բայց կլինեն տեսակներ մարդկային, որ դա իրենց գուցե կոմպլեքսավորի։
այդ պահին։ Իմ մասով մի փոքր, քանի որ կար այդ պահին տարբերվելու հղիությունից ելնելով ֆակտոր, հայացքները մի քիչ այլ էին, այսինքն ես նկատում էի, որ շատերը ավելի զգաստանում են ինձ տեսնելուց հետո։ Ես դա ինքս նկատում էի, փորձում էի ժպտալ, ցույց տալ, որ իսկապես ես նորմալ եմ, ինձ այդ ամեն բան կարգին է։ Բայց կարծում եմ կլինեն դեպքեր նամանավանդ երիտասարդների շրջանում, որ գուցե իրենց ինչ որ պահերի ճնշի, որ միասին են նույն սրահում ստանում, բայց շատ հաճախ այդ զրույցները, այսպես ճակերտավոր փորձի փոխանակումը նույն բուժման մասով, իհարկե հետո դու կգաս այդ կետին, նույնիսկ այդ երիտասարդներ եթե լինեն, որ այդ պահին այդ ընդհանուր վիճակից կնեղվեն, հետո կգան այդ կետին, որ դրա մեջ ավելի դրականը կա։ Որ տարիքային խումբն է, որ շատ ավելի դրական է տրամադրված բուժմանը, եւ որ տարիքային խումբն է շատ ավելի սուր ընկալում խնդիրը։ Միջինացված եթե խոսենք այս մասին։ Ես զուտ խոսեմ այն մասով, ինչ այս մի քանի ամսվա ընթացքում նկատել եմ, թե հետազոտությունների, ոչ միայն հենց բուժման ընթացքում հետազոտություններ կան, որ ենթադրում են, որ դու պետք է սպասես 1 ժամ, խմես ջուր, եւս սպասես եւ այլն։ Տարիքով մարդիկ նույնիսկ այդ հանգիստ իրավիճակներում շատերը բողոքում էին։ Մի քիչ ստրեսային կարա լինի իրենց համար։ Իսկապես նույնիսկ դրվագներ եղան, որ իմ դուրը բացում ասում էին, այս սենյակը մի տեսակ շատ խելոք է, ասում էին, բայց ինչ կարելի անել այս պարագայում, որ խելոք չլիներ։ Ու այդպես ժպտում ծիծաղում ես, բայց կողքի սրահներից լսում ես ձայներ, իմ ժամը երբ է գալու, բայց դու ուղղակի հանգիստ նստած ես, քեզ չեն ցավեցնում, ոչ մի անհանգստանալու հարց չկա։ Եվ իրականում գուցե տարիքին զուգահեռ այդ համբերատարությունը կամ ինչ որ բաներ մարդկանց գիտակցության մեջ երևի ավելի այդ մանկական բան է գալիս, որը դժվարացնում է։ Դեպքեր եմ նկատել, որ հայր աղջիկ էին, աղջիկը այսպես հոգատար ամեն ինչ փորձում էր անել, թե թղթաբանական, թե բան, հայրը այսպես բողոքող, գուցե ցավից էր, իհարկե դա շատ դժվար է ցավի մեջ, ես շատ պարզ գիտակցում եմ, ես ունեցել եմ դրվագներ վատ լինելու, բայց ուրիշ բան է դրվագներ, ուրիշ բան է, երբ որ դու անդադար օրեր, շաբաթներ կարող ես ֆիզիկապես վատ զգալ քեզ, բայց նաև այդ պահին շատ այսպես կարեկ ցանքով էի նայում աղջկան, որովհետև ինքը ամեն բան անում էր, բայց հայրիկը գոչ էր այդ պահին, բողոքող էր եւ մի շատ կարեւոր բան կուզեմ նշել, որ պետք է բոլորը իրենց վրա հիվանդության առողջական խնդրի դեպքում աշխատեն, որ չեգոիստանան, որովհետև հարազատներին կրկնակի դա բարդություն է առաջացնում, իրենք այսպես թե այնպես իրենց բնականon ռիթմից դուրս են, ու եթե դու հավելյալ էգոիստության կետեր ես ավելացնում քո մեջ, դու ինքդ էլ դրական չես ստանալու։ Համաձայն եմ Շանիկի հետ, որտեվ տարիքի հետ մեկտեղ որոշ բնավորության գծեր կարող են նաև սրվել, մանավանդ ստրեսային իրավիճակներում ու հնարավոր է լինի այդ նյարդային լարվածությունը, գրգռվածությունը, այդ սպասելու, այդ չկարողանալ սպասելը, հա, անհամբերատար լինելը, ոնց որ դա էլ է, ասես ինչ որ բան ավելացնում այդ առումով, բայց նաև կասեմ, որ մի քիչ նաև անհատական է, որտեղ ցանկացած տարիքը ունի իր յուրահատկությունը, նույն անհամբերությունը նաև երիտասարդ տարիքում կարա լինի, ոնց որ էլի անհատական տարբերություններից է գալիս, տարեցների մոտ այդ պահը մի քիչ ավելի գուցե դժվար է լինում, բայց նաև լինում է դեպքեր, երբ որ ավելի շատ մտածում են հարազատների մասին, որ իրանց պատկերացրածով իրանք նեղություն են տալիս իրանց հարազատներին, որ ստիպված են լինում աշխատանքից կտրեն, ինչ որ այլ ծախսերից կտրել եւ այլն, ու այդ ամենը կենտրոնանում է իրանց վրա, ոնց որ դա էլ դառնում է հավելյալ եւս մի հատ մի ստրեսային պատճառ իրանց համար։ Իհարկե զրույցների ժամանակ հենց շեշտը դնում ենք, որ առաջնահերթությունը եկեք տանք հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը, իսկ այն մնացածը ժամանակի ընթացքում հուսալով, որ կհաղթարվի։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։
Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Դուք իհարկե շատ դրական եք ամեն հարցի տրամադրվում, բայց ձեր կողքին անընդհատ տեսնում եք տարբեր տրամադրվածությամբ, տարբեր տեսակի եւ տարբեր իրավիճակի մեջ գտնվող մարդկանց։ Որքանով է այդ բուժման ընթացքը հիվանդանոցային միջավայրը դառնում ճնշող մարդու համար։ Այդ հանգամանքները ինչպես են ազդում ձեզ վրա։ Իրականում ճիշտ է, կա ճնշող պահեր, մենք լինելով տարբեր հաստատություններում բժշկական այդ կարծիքներ ունենալու ժամանակահատվածում շատ Հայաստանի գրեթե բոլոր հաստատություններում եղանք, շատ տարբեր է տրամադրությունները հաստատությունների։ Այնտեղ որտեղ հիմա է ստանում եմ բուժում, բավականին լուսավոր եւ դրական է միջավայրը։ Անցած օրը հիշում եմ, որ բուժքրոջը ասացի, ձեր աշխատանք չի, ձեր առաքելություն է։ Ու այսպես նույնիսկ հումոր արեցի, ասի մենք որ մեկ-մեկ գնում ենք աշխատանքի հավես չենք ունենում, ասում ենք թե լավ այսօր մի քիչ են կարևոր գործերը կանեմ, մնացածը կսպասի, վաղն էլ կանեմ, ասում եմ, բայց դուք չեք կարող, չէ, այդպես անել։ Ու այսպես միասին ժպտացինք, ծիծաղեցինք եւ իսկապես իրենցից շատ մեծ աջակցություն է գալիս։ Սկսած սանիտարից վերջացրած այն ամենաբարձր օղակով։ Այսինքն բարձր օղակները կայացնում են բարդ որոշումները, քո բուժման սխեման, այդ ամենը գրաֆիկը, բայց ամեն օրվա աշխատանքը, որ անում են մյուս մասնագետները, չի զիջում մեկը մյուսին, որտեվ իրենց ամեն մի շպիտից, իրենց ամեն մի դրական խոսքից դու ավելի ես լուսավորվում եւ դրական դառնում։ Ու նաեւ դրա կողքը տեսնում եմ, որ կան ավելի բողոքող տեսակ մարդիկ, ավելի ցավը դժվար տանող մարդիկ եւ իրենք այդ ամենի մեջ պետք է մեծ համբերատարություն ունենան։ Հղիության ընթացքում, երբ որ ես ստանում էի այդ տեղորայքը եւ այնտեղ հատվածներ կար, որ ինձ մի քիչ ֆիզիկապես ավելի դժվար էր նստած կամ պառկած եւ ես ավելի հեշտ էի տանում քայլելու process-ում, երբ որ ես փորիկով քայլում էի այդ տեղորայք ստանալու process-ում, բոլորի հայացքներում փոխվում էր ինչ-որ մի բան։ Երբ որ իմ կարգավիճակն էին տեսնում այդ պահին, հղիություն եւ իրենց կողքին այդ նույն բուժումը ստացող անձ, իրենց մոտ մի տեսակ ցկվածություն էր առաջանում։ Ես որքան հասկանում եմ, ամեն դեպքում արտերկիր մեկնելու հնարավորություն էլ ունեիք, որովհետև հենց այդ պահին դուք պատրաստվում եք արդեն քաղցկեղի մասին իմանալուց 2 օր հետո դուք նախատեսում եք մեկնել երկրից, այսինքն հնարավորություն կար նաև արտերկրում այդ ամեն ինչը ձևակերպելու, բայց որոշեցիք մնալ Հայաստանում։ Ինչ է ձեզ ստիպեց այս որոշումը կայացնել։ Այդ պահին էմոցիաները շատ միախառնված էին մեկնել չմեկնելու, քանի որ մեր թռիչքը ընտանեկան պետք է լիներ Միացյալ Նահանգներ, բայց մենք շատ արագ կարողացանք ինֆորմացիա ունենալ հարազատների միջոցով, որ այս խնդրի դեպքում այնպես չի, որ շատ արագ կարող է բուժում այնտեղ սկսվել, լուր իմանալու օրը մենք որոշեցինք, որ չենք մեկնում։ Իհարկե նաև դրան նպաստեցին այստեղի բժիշկների կարծիքներ, որոնք որ եւս ասում էին, իհարկե ձեր որոշելունն է, բայց իսկապես այնտեղ ժամանակային առումով մանավանդ սկիզբը արագ չի լինելու։ Մի շարք փուլեր պետք է անցնեինք Միացյալ Նահանգներ մեկնելու դեպքում, դրա համար որոշեցինք, որ այս պահին դա մեզ հարկավոր չի ու եթե հետագայում կարիք լինի այլ երկիր գնալու, դա արդեն ավելի այդ շոկային, էմոցիոնալ, մի քանի օրվա этаպից հետո կարելի է շատ ավելի հանգիստ քննարկել եւ հասկանալ։ Ամեն դեպքում դուք դիտարկում եք հնարավորությունը նաև Գերմանիայում բուժումը շարունակելու համար։ Այս դեպքում շատ հաճախ գերադասում են բուժում ստանալ Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, քան Հայաստանում։ Ձեզ ինչը օգնեց Հայաստանի օգտին որոշում կայացնել։ Մարդիկ, որոնք որ շատ ժամանակ այդ որոշումը կայացնում են, իսկապես գուցե իրենց բարակայում ճիշտ է դա է։ Մեր բարակայում ինչի այդպես չեղավ, նախ հղիության ֆակտորը կար, որ արդեն ես մոտենում էի այն շեմին, որ թռիչքը վտանգավոր էր։ Երկրորդ
հարազատների մեջ շատ էր հնչեցվում այդ պահը, որ արագ կկազմակերպենք, նույնիսկ այդ մի շաբաթը, որ ես ունեի, միանշանակ պետքա դուրս։ Ու այդ պնդումը մի քանի հոգու կողմից կար։ Ինձ ասում էին վերջնական որոշումը քոնն է, դու պետք է այդ որոշումը կայացնես։ Նորից պետք է շեշտեմ ինտուիտիվ ինչ որ վստահություն կար այստեղի բժշկի նկատմամբ, ու քանի որ կարծիքն էլ դրսի հետ համընկել էր, ես շատ լավ հասկանում էի, որ եթե այս պահին չկա մի միջամտություն, մի հետազոտություն, ինչ որ խոչընդոտող մի բան, որ ես այստեղ բուժումը շարունակեմ, չկար այդ խոչընդոտը, ապա իմ համար հավելյալ ուժ է իմ երկիրը, իմ հարազատները, իմ ընտանիքը, որովհետև այս պարագայում հոգեբանական քո վիճակը շատ կարևոր է, ինչպես բժիշկներն են ասում, ինձ քո դրականը մեր գործի կեսն է, այդ դրականը իհարկե չէր կարող այնքան ուժեղ լիներ դրսում, ինչքան այստեղ է, բայց երբ որ մարդու կյանքին է վերաբերվում, երբեք չես կարող դա բացառել, ու եթե գա ինչ որ իրավիճակ, ինչ որ պահ, որ մենք ընտանիքով հասկանանք, որ այո, դուրսն է այդ կյանքի փրկության շեմը, միանշանակ դա չի քննարկվում։ Դու նույն քո ընտանիքին, երեխաներին պետք է շատ տարիներ, այսինքն առաջնորդվել, որ կարող ես 1 տարի կամ որոշակի ժամանակահատված իրենց հետ չլինել, բայց հետո ամբողջ մի կյանք, այդ պահին իհարկե դու կգերադասես դա։ Ցավալի է, բայց այս հիվանդությունը ու առհասարակ հիվանդությունները կարծես ավելի երիտասարդացած լինեն։ Ես չգիտեմ, կամ այն ժամանակ համացանցի բացակայության արդյունքում մենք ավելի քիչ ինֆորմացված էինք, կամ իսկապես տարիների հետ հիվանդությունը կարծես երիտասարդանա, բայց հիվանդության երիտասարդանալուն զուգահեռ իրականում կա նաև մի ուրիշ դրական կողմ։ Մենք այս տարիների ընթացքում նաև շատ հաճախ տեսնում ենք, որ մարդիկ հաղթահարում են խնդիրը։ Եթե, չգիտեմ, 15-20 տարի առաջ քաղցկեղը հնչում էր որպես դատավճիռ, հիմա մենք գիտենք, որ դա հիվանդություն է, որը հաղթահարելի է։ Այս երկու միտքն էլ իրականում մեր գլխում կան եւ իրենք զուգահեռ ապրում են։ Այս մտքերից որն է ավելի ճնշող լինում, որ հիվանդությունը ինչ որ առումով երիտասարդացել է, թե ավելի հաղթում էին միտքը, որ բայց այս հիվանդությունը հաղթահարելի է դարձել։ Իրականում եւ է, ինչպես դուք նշեցիք, բայց իմ պարակայում նաեւ որ միջոցները նույն արտերկիր մեկնելու հետ կապված, նույն Հայաստանի այդ մասով զարգացվածությունը բժշկական առումով, դրանք շատ հավելյալ ուժ եւ ապահովություն տվող գործոններ են դարձել եւ ես ավելի թե թերևս կգնամ այդ ուղղությամբ իմ մտքերում, ավելի շատ դրան եմ գնում։ Երիտասարդացել է, շատ հիվանդություններ են երիտասարդացել, բայց նաև դա բացահայտման շնորհիվ։ Մեր երկրում այդքան տարածված չեն պրոֆիլակտիկ ստուգումները։ Ցավոք սրտի, մեր ավագ սերնդին առհասարակ մի մեծ բարդություն է հիվանդանոց տանելը եւ ստուգումների տանելը, երիտասարդ սերնդում էլ ոչ բոլորը եւ ոչ միշտ են գիտակցում, որ ուղղակի տարին մեկ անգամ պարտադիր է ստուգվելը։ Ձեր պարագայում ստացվում է, որ խնդիրը բացահայտվեց ամեն դեպքում ընթացիկ եւ ապահովության համար արված ստուգումների ժամանակ։ Ճիշտ է, համաձայն եմ, ես ինքս էլ բարբերաբար ստուգումների գնացող կանանցից չեմ եղել ցավոք սրտի, բայց հղիություն պլանավորելուց առաջ ես ինքս անցել էի նույն ստուգումները, թերևս չեմ կարող բացառել, գուցե բջջային մակարդակում ինչ որ խնդիր եղել էր, սարքերը չէին արձանագրել, գուցե ոչ դա ոչ ոք չի կարող արդեն փաստել կամ արձանագրել, բայց հղիության ընթացքում դու ավելի պատասխանատու եւ ավելի ուշադիր ես քո օրգանիզմի նկատմամբ։ Ես պետք է նշեմ, որ շատ ծանրաբեռնված ժամանակահատվածում ես նկատեցի ինչ-որ բան, որ դիմեցի մասնագետի հղիության ընթացքում։ Մենք պլանավորում ենք թռիչք, ես գեր ծանրաբեռնված աշխատում էի, որպեսզի կարգավորեմ բոլոր գործերը թռիչքից առաջ, երեխաներ, շատ, բայց ես հասկացա, որ ինչ-որ մի բան այն չէ, ես նկատեցի։ Մեր կուլտուրայի մեջ շատ լավ կլինի, որ ամեն տարվա այդ ստուգումները ավելանան։
Շատ լավ հասկանում եմ, մարդիկ կեր ծանրաբեռնված են, շատ խնդիրներ ունեն, ֆինանսական կլինի, ժամանակի կլինի, բայց երբ որ բախվում ես նման խնդրի հետ, դու հասկանում ես, որ քո եւ այն ժամանակը, որը պիտի տրամադրես, եւ այն միջոցները, որ պիտի տրամադրես, չնչին բաներ են։ Փառք Աստծո, որքան էլ ոչ շատ հեշտությամբ, բայց ձեր բուժումը, ձեր ընտանիքը կարողանում է հոգալ, բայց ցավոք սրտի մեր միջավայրում կան շատ մարդիկ, ովքեր նույնիսկ նվազագույն անալիզների համար նախատեսված գումարը չունեն, իրենք քաղցկեղի դեմ կարող են պայքարել այնքանով, որքանով պետությունը կաջակցի իրենց եւ իրականում պետական աջակցությունը նման դեպքերում շատ կարևոր է, որովհետև մենք հասկանում ենք, որ ինչ-որ առումով խնդրի դեմ պայքարը կախված է նաև գումարից։ Ձեր պարագայում էլ, ամեն դեպքում կան պրոցեդուրաներ, կան հետազոտություններ, կա դեղորայք, որը ձեզ համար պետք է լինի անվճար։ Որքանով է պետության աջակցությունը քաղցկեղով հիվանդ մարդուն եւ իր ընտանիքին արդարացնում իրեն եւ որքանով եք դուք կարողանում օգտվել պետական աջակցությունից։ Ես թերևս իմ մասով որոշակի բախումներ ունեցել եմ, ու ընտանիքս ավելի շուտ, ես այդ գործընթացների մեջ չեմ ներգրավել, բարդություններ կա եւ թղթաբանական, եւ տեխնիկական, եւ ժամանակային, նամանավանդ վերջին փոփոխություններից հունվար ամսից ապահովագրությունների հետ կապված եւ այլն։ Բայց նաեւ կան տարբերակներ նույն կൂട്ടակային, կենսաթոշակայինի մասով, բայց ինֆորմացիան շատ քիչ է, այսինքն նույնիսկ կարող է լինել օրենք, լինել ինչ որ մի հատված, որ դու կարող ես օգտվել, բայց դու ինֆորմացված չլինես ու միանշանակ այդ պարագայում կարող ես նաև չինֆորմացվել, երբեք չիմանալ։ Մեր պարագայում մի քիչ նա է մեզ օգնել, որ ոլորտային առումով ես այլ ամուսինս այլ հարազատների մեջ էլ կան առնչություններ ունենք օրենքների այդ հատվածում կարողանում ենք ինչ որ կերպ գտնել կետեր, փորձել օգտվել, բայց եթե այսպես գլոբալ նայենք, իրականում բավականին բարդեցված է սխեման։ Իմ օրինակի դեպքում ասեմ, որ քանի որ ագրեսիվ եւ արագ զարգացող տեսակ է, մենք նամանավանդ սկզբում չունեցանք փորձեր պետության հետ կապված դիմելու, ինչ որ բաներ ստանալու, ավելի դա եկավ հետո, բայց բավականին բարդեցված է, օրինակը բերեմ այսպես, դու կարող ես որևէ հետազոտություն անցնել անվճար, քեզ դրա համար պետք է ուղեգիր, բայց այդ ուղեգիրը ունենալու համար դու գուցե մի շաբաթ 10 օր ժամանակ պետք է կորցնես, իսկ այս տեսակի առողջական խնդրի դեպքում մարդը ուղղակի այդ ժամանակը չի ունենում։ Այսինքն սխեմայի մեջ տեխնիկական գուցե առումով ոչ թե պետությունը չի ցանկանում աջակցել, այլ տեխնիկապես ծրագրային ծանրաբեռնվածությունը պոլիկլինիկաների չի թույլ տալիս մարդկանց արագ ունենալ այդ աջակցությունը։ Դե իրականում, եթե մենք հիմա ամեն բան անում ենք on-line տարբերակով, ուղեգրի մուտք անելը ծրագիր, որպեսզի մարդկանց համար էլ հասկանալի լինի, ուղեգիրը կարող է հենց բուժող բժիշկը մուտք անել ծրագիր, բայց բուժող բժիշկը տալիս է, պետք է տանել պոլիկլինիկա, պոլիկլինիկայի օնկոլոգի մոտ ստանալ ժամ, պոլիկլինիկայի օնկոլոգը մուտք անի, նոր ուղեգրից կարողանաք օգտվել, այսինքն պարզապես կարելի է հեշտացնել համակարգը եւ եթե մենք հիմա խոսում ենք on-line ընթացքների մասին, բուժող բժիշկը միանգամից դա մուտք անի համակարգ։ Էսա չէ խնդիրը։ Այո։ Իսկ դեղորայքը բժշկի նշանակած փոխհատուցվում է պետության կողմից կամ ապահովագրության կողմից, թե ոչ։ Ցավոք ոչ, թերևս մեր պարագայում նաև գուցե խանգարող հանգամանք էր, որ այս ընթացքը փոփոխությունների շարք էր ապահովագրության հետ կապված, օրինակ 1 ամիս առաջ կային դեղորայքի տեսակներ, որոնք որ չէին փոխհատուցվում պետության կողմից, բայց իրենք արդեն ցանկով ավելանում են։ Նաև իմ պարագայում կա դեղորայք, որ ընդհանրապես չկա Հայաստանում եւ ցավոք արտերկրից ենք մենք դա պատվիրում եւ ես միակը չեմ, միանշանակ կան տենց բազմաթիվ դեպքեր, դա իրականում ցավալի է, որովհետև եթե բժշկական համակարգը Հայաստանում այնքան է զարգացել ու կան
կիրթ գրագետ, լավ մասնագետներ, այդ մեկ դեղորայքը չլինելու պարագայում շատերի մոտ գուցե ընկճվածություն առաջանա եւ այլ որոշումներ կայացնեն դրանից ելնելով։ Այսինքն թե հետազոտությունների առումով նույն պետքատե հետազոտությունը տարիներ առաջ չի եղել Հայաստանում, հիմա արդեն կա։ Իմ հարազատների շրջանակում ցավոք եղել են քաղցկեղի դեպքեր եւ նույն այդ հետազոտության համար գնացել են արտերկիր։ Հիմա դա կա այստեղ։ Տարին ամեն տարվա վրա զարգանում է, այսինքն այդ մասով էլ կան համալրումներ, բայց միևնույնն է, չենք կարող ասել, որ չկա այս պահին թերացում թե դեղորայքի, թե մյուսների մասով ցավոք։ Թույլ տալ ինքդ քեզ արտասվել, բայց չընկղմվել դեպրեսիայի մեջ, այստեղ որտեղ է սահմանը։ Շատ կարևոր է, որպեսզի մարդը երբ պատրաստ կլինի խոսել այդ մասին, անպայման խոսի։ Որտեվ լինում է դեպքեր, երբ որ մարդը ի սկզբանե այդքան էլ պատրաստ չի լինում խոսել, խոսքը գնում է մասնագետի, то есть հոգեբանի մասին է գնում։ Ես միշտ ասում եմ, որ դուք երբ պատրաստ կլինեք, զգաք, որ ոնց որ ուզում եք արդեն խոսել, ես միշտ պատրաստ եմ լինեմ ձեր կողքին, անկախ բուժման որ этаպում կլինի, բայց մեծ մասը իրանք բոլորը ցանկանում են խոսել։ Այդ ընդունման փուլն էլ, հա, պատրաստ լինելու մի քիչ ոմանց մոտ մի քիչ ժամանակ է հարկավոր լինում։ Կան մարդիկ, ովքեր բախվեցին խնդրին, իրենք իրենց արգելում են խնդրի մեջ մտնել, խնդրի մասին մտածել, խնդիրն ապրել, բայց այդ չապրված էմոցիաները որպես կանոն հետո շատ ավելի մեծ խնդիր են դառնում։ Այսինքն եւ քեզ թույլ տաս արտասվել եւ ապրել այդ պահի էմոցիան, որովհետեւ բնական է, եթե բախվել ես որոշակի խնդրի, այդ էմոցիան գալիս է, պիտի ապրես։ Միանշանակ։ Միաժամանակ ինչ որ պահի հասկանալ, որ ես այս խնդիրը ապրեցի, չմնամ այդ ապրածի մեջ։ Այստեղ մենք մեխանիզմ ունենք սահման դնելու։ Սահման չեմ կարող ասել, բայց երբ որ մարդը ի սկզբանե թույլ է տալիս արտահայտվի եւ այն չճանշի իր մեջ, օրինակ լաց չլինեմ, որպեսզի հարազատներս չնեղվեն կամ ինչ որ մեկը չտեսնի ինձ սենց իրավիճակում խոցելի գուցե։ Որպես մասնագետ ես սովորաբար ասում եմ, դուք միշտ կարող եք ձեզ թույլ տաք, որ պահին զգում եք, որ կա այդ պահանջը, եթե գալիս է իհարկե պետք է դա դուրս բերվի, որպեսզի դա չառաջացնի ինչ որ այլ հետևանքներ, ինչպես դուք սկզբից նշեցիք, չբերի այդ դեպրեսիվ ինչ որ խանգարման, որտեվ այս հիվանդության պարագայում շատ է օգնում դրական տրամադրվածությունը։ Շանիկ, դուք ի սկզբանե ձեզ կարողանում եք թույլ տալ հուզվել, թե կյանքի ինչ որ փուլից սկսած դուք հասկացաք, որ պիտի ձեզ տակ այդ ազատությունը։ Չէ, նման սահմանափակում չեմ դրել իմ դիմաց, այսինքն մտածելով եւ հարազատների մասին եւ փորձելով, հա, իրենց այդ բարակայում աճակից լինել նաև, բայց չեմ դրել սահմանափակում, որ եթե ուզեմ արտասվել, չի կարելի։ Դա էմոցիա է, որ իսկապես պիտի ապրես ու նույնիսկ շատ դեպքերում ինձ մոտ հարցեր առաջանում, բայց ես ինչի չհուզվեցի։ Նման իրավիճակ էլ է եղել, հա, անկեղծ պիտի լինեմ, բայց այստեղ ես կարայի հուզվեի։ Լոց լինեի։ Հա, լոց լինեի, բայց մեկ է շատ անսպասելի մի հատվածում զրույց կլինի, նույնիսկ զրույց չի լինի։ Մեկ է դու կզգաս, որ ինչ որ հոսում է արցունքը, պիտի թողես ինքը գա, այսինքն ոյ չտեսնեն հանկարծ նման բաները իսկապես այս պարագայում շատ կխանգարեն, պետք է Ես միայն ավելացնեմ հետեւյալը, որ կարևոր է, որ մարդը թույլ տա իրեն ապրի իր բոլոր տեսակի հույզերը այս ընթացքում։ Տխրություն կլինի, բարկություն կլինի, իսկ միջև ընդունման փուլը, հա, իրողության մարդը տարբեր տեսակի մի քանի փուլերի միջով անցնում, ու կարևոր է, որ ինքը ցանկացած էմոցիայով եւ իր ձևով, տեսքով իրան ընդունի այս этаպում, որը որ հաստատ ժամանակավոր է։ Շնորհակալ եմ երկուսիդ էլ, ես մեծ հույս ունեմ, որ այս փոքր ու կարճատև զրույցը կօգնի նաև շատ մարդկանց ավելի լուսավոր տրամադրվել, սիրելի մարդիկ, իհարկե որևէ մեկը ձեր փոխարեն չի ապրում ձեր ցավը եւ գուցե ձեզ թվա, որ կողքից որևէ նկատառում անելը հեշտ է։ Այո, յուրաքանչյուր մարդ ինքը գիտի, թե իր ցավը որքան խորն է, բայց միաժամանակ
յուրաքանչյուր հիվանդության պարագայում տրամադրվածությունը, դրական տրամադրվածությունը եւ ներսի լույսը վստահաբար օգնում է։ Այնպես որ միշտ պարպահեք ձեր ներսի լույսը։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ ենք։ Շուշանիկ, ես ձեզ ամուր առողջություն եմ մաղթում եւ վստահ եմ, որ դուք ելի խոսելու առիթներ ունենալու եք ու խոսելու եք արդեն քաղցկեղը հաղթահարելու մասին, որովհետեւ իհարկե բուժում ստանալը շատ կարևոր է, բժիշկների ցուցումներին հետևելը շատ կարևոր է, բայց կա մի ներքին տրամադրվածություն, ներքին ուժ ու լուսավորություն, որը ոչ մի բժիշկ չի կարող տալ բուժառուին։ Դա արդեն բուժառուի տեսակի, ընտանիքի եւ տրամադրվածության հարցն է։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այսքան պինդ եք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ նաև ձեր ջերմ մարդկային ընդունելության համար։ Շնորհակալ եմ։ Հետևեք ինձ, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որովհետև հետաքրքիր ու օգտակար հաղորդումներ դեռ շատ են լինելու։